Ընկերներ ողջույն, շնորհակալություն միանալու համար, ինչպես եւ խոստացել էի, ձեր հարցերին այս անգամ պատասխանելու է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լիլի Մինասյանը, եւ ողջույն տիկին Մինասյան, շնորհակալություն, որ միացել եք։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ այսպես, հարցերը շատ են, բայց առաջին հարցը ես եմ ուզում տալ։ Բաղրամյան 26 թելեգրամյան ալիքը, որը շատ հաճախ հրապարակում է տեղեկություններ inside, այսպես ասած, այս անգամ տեղեկություն է հրապարակել այսօր, որ մոտ օրերս սպասվում են թեժացումներ, տարատեսակ սադրանքներ, տարատեսակ ուժերի կողմից եւ կոչ էին անում իրենց հետևորդներին լինել զգոն։ Արդեն օրվա ավարտին վարչապետի աշխատակազմի ղեկավար Շարայք Հարությունյանը նշեց, որ շուտով տեղատարափ է լինելու ապատեղեկատվությունների եւ այլն, հա։ Նախ կխնդրեմ, որպեսզի ասեք, թե ինչի մասին է խոսքը։ Բաղրամյան 26-ին ես վստահում եմ եւ հավատում եմ։ Հիմա կիսվեք տեղեկություններով, որոնք դուք տիրապետում եք, որպեսզի մեզ լսողները եւս կարողանան թացը չորից տարբերակել։ Ինչ սադրանքներ, ինչ ուժերի կողմից եւ ինչու տեղեկատվական մանիպուլյացիաների տեղատարափ։ Ինչ է սպասվում առաջիկա օրերին։ Ես անկեղծ ասած չեմ տեսել կոնկրետ հրապարակումը, մի քանի հրապարակումների մասին այսօր մատնանշել են լրագրողները իմ հետ հարցազրույցի ընթացքում եւ ես տեսա այդ ամենի սկիզբը դրվեց այսօր ազգային ժողովում մեր դաշնակցության գործընկերները հնարավորինս ամեն ինչ արեցին, որ ազգային ժողովում տեղի ունենա սադրանք եւ բախում մեր падգամավորների միջև եւ դա նախապատրաստված էր այս գծագրված սցենարով էր, Արծվիկ Մինասյանը ամբիոնից խոսեց իրենց հերթական պոպուլիստական նախագծի մասին, արդեն իսկ քրեականացված հոդվածը նորից բերել քրեականորից գիրք նորից բերել քննարկման դաշտ եւ ժողովրդի հուզերի եւ հուզումների հետ խաղալ։ Դրանից հետո մենք հայտարարագրման թեմայով նախագիծ էինք քննարկում եւ երբ պարոն Բաբկեն-Թունյանն էր մոտենում ամբիոնին, Իշխան Սաղաթելյանը ազգային ժողովի նախագահի հորդորներին պատասխանում էր շատ գրեհիկ եւ տգեղ ձևով եւ դա ցավոք սրտի մեր հայրենակիցները չէին տեսնում լայվ տեսանյութով։ Երևում էր միայն ազգային ժողովի նախագահի խոսքը եւ գորգրոցներ էր լսվում։ Բայց այդ սադրանքին հետևեց, անմիջապես հետևեց, ընդհանրապես կապ չուներ ցեղասպանության քննարկման հետ, բայց հետևեց Սրբազանի ազգային ճակատում հրապարակում, որ երբ ցեղասպանության քրեականացման հարցը քննարկվեց դաշնակցության կողմից, իշխանականները կռիվ սկսեցին, որը ամբողջովին ապատեղեկատվություն էր եւ սկսվեց մի հսկադարձավալ տեղեկատվական արշավ բոլոր ընդդիմադիր լրատվամիջոցների կողմից նույն թեզը կրկնող շատ ավելի հեռուն գնացին եւ ռուսական իշխանամերձ ալիքներ լրատվական ռիարու, տասրու եւ այլն, բոլորը տեղադրում էին նույն տեքստը, որ դաշնակցականները երբ բերել են ցեղասպանությունը քրեականացնող նախագիծ, իշխանականները կռիվ են արել, որը անկեղծ ասած ես կարծում եմ մեր քաղաքացիները այնքան իրավագիտակից են, որ կարող են բացել օրինակ քրեական օրենսգրքի հոդվածը կարող եմ շեշտել, քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը գործները հրապարակայինորեն են հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը սեմացնելը պատժվում է ազատազրկմամբ 2-ից 5 տարի ժամկետով եւ ունենք նաեւ հոդված 297 պրիմ 1-ը, որը ասում է ցեղասպանությունը եւ խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, դրանց հավանություն տալը կամ արդարացնելը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի 100 պատիկից 300 պատիկի չափով կամ ազատազրկմամբ առավելագույնը 4 տարի ժամկետով, այնպես որ ըստ Հայաստանի քրեական օրենսգրքի ցեղասպանությունը հերքելը, ժխտելը, ուրանալը դաշնակների սիրած բառով ասած, պատժվում է քրեական օրենսգրքով։ Եվ նախապատմությունը շատ հեռվից եմ գալիս, բայց եթե մենք հիշենք, թե նմանատիպ գործելավոճ էլ երբ է եղել, մենք տեսնում ենք, որ նրանց դիմադրության շարժումը սկսելուց առաջ ցանկացած այս տիպի շարժումներ եւ ես հասկանում որ այս 6 տարվա ընթացքում նրանց նպատակն է եղել անընդհատ փողոցումատելություն խոսք գեներացնելով ընդհանուր քաղաքականության նկատմամբ մարդկանց վերաբերմունքը
փոխել եւ հիասթափություն առաջացնել եւ նրանք միշտ սկսել են ազգային ժողովի ներսում սա դրանք հրահրելով ազգային ժողովում ստարտը տվել են հետո գնացել են փողոց իսկ քանի որ օրը տակ հանում են ես կարծում եմ որ սպասվում են փողոցային այլ տարատեսակ պայքարներ այս վերջերս երիտասարդների դեմքով են հանդես գալիս սրբազան շարժման աջակիցները, որոնք ինչ-որ չենք վստահում նախաձեռնություն են սկսել, ինչ են արել։ Համենայն դեպս մարդիկ քաղաքական ուժերը, այստեղ կարևոր գործոն կա, որ կարծում եմ հասկացել են, որ իրանց դեմքը այլևս եթերային չէ, նրանց դեմքը այլևս վանում է մարդկանց, նրանց դեմքը հիշեցնում է բոլոր այն դաժանություններն ու իրականությունը, որ տեղի ունեցել առնվազն 7-8 տարի առաջ, բերել են առաջ այլ մարդկանց եւ պարբերաբար բերում են Վազգեն Մանուկյան, հետո Բագրատ Գալստանյան, հիմա երևի չգիտեմ, նոր ինչ-որ մեկին կգտնեն կբերեն եւ այդպես մինչեւ 26 թվական, ինչպես տեղը եղավ Գյումրիում։ Եվ այդ տելեգրամյան ալիքների նյութերը, որ սպասվում են ինչ-որ ընդհարումներ կամ սադրանքներ, դա այսօր տեղի ունեցավ ազգային ժողովում եւ ես լիահույս եմ, որ մեր ժողովուրդը ուղղակի թաց չորից տարբերում է եւ այն մանիպուլյացիան ու ապատեղեկացիան արշավը, որը այս ընթացքում գնալով ավելի ուժ գնանում է եւ ավելին մինչեւ 26 թիվ շատ ավելի է ուժ գնանալու, դրան տուրք չեն տա։ Ես հորդորում եմ մարդկանց, որ երբ տեսնում եք, որ կեղտոտ քաղաքականությունը ձեր կյանքին, հուզմունքներին, նյարդերին վնաս է պատճառում, դուրս եկեք բոլոր լրատվամիջոցներից, մեդիաներից եւ ապրեք խաղաղ, հանգիստ ձեր կյանքը առանց քաղաքականության նման դրսևորումների։ Դե առնվազն իմ ներկայացրած լրատվամիջոցից կամ ալիքներից դուրս գալ պետք չէ։ Գաղթ չեք տարածում։ Եվ այո, այստեղ կողմնոր, որովհետև ես ուղղակի շարունակեմ ու թեման փակենք, երբ քաղաքական ուժերը կամ քաղաքական սուբյեկտները կամ մեդիան ձեր էմոցիաների եւ զգացմունքների հետ է խաղում, այլ ոչ թե մտքից մտածելու բան չի տալիս, փակեք այդ քաղաքական սուբյեկտին, փակեք այդ մեդիան ու իրանց մի անդրադարձեք։ Եվ այսպես Լիլիթ Մեսրոպյանը հարցնում է. Հարգելի Տիկին Մինասյան, համոզված եմ, որ հարցս ամենահաճախ տրվող հարցերից է։ Չեք կարծում, երբ ազգային ժողովի ամբիոնից վարչապետը ՔՊ կուսակցության անդամները հնչեցնում են հետևյալ արտահայտությունները, երկրում կա 5-րդ շարասյուն, ազգային ժողովում կան ուժեր, որոնք աշխատում են այլ երկրի համար եւ նմանատիպ այլ հայտարարություններ, պետության դեմ հանցագործության մասին հայտարարություններ են, ապա ինչու ընթացք չի տրվում այդ գործերին։ Դուրս է գալիս, որ դրանք կամ զրպարտություն են, կամ էլ ձեր հայտարարություններին համապատասխան կառույցները լուրջ չեն վերաբերում։ Հոգնել ենք, ժողովուրդը շատ լավ գիտի նրանք ովքեր են, կամ մի խոսեք, կամ էլ խոսքը գործի վերածեք։ Ես մեր հարգելի քաղաքացուն շատ լավ հասկանում եմ, որտեղ նմանատիպ խոսքեր լսել ենք վերջին 5 տարիներ, 6 տարիների ընթացքում անընդմեջ, որ մարդիկ զուտ ուզում են արդեն ազատվեն այդ խոսույթից, որը տիրում է, բայց ես կուզեմ մեկնաբանեմ մեր տեսանկյունից ինչ է նշանակում ապապետական ուժեր։ Օրինակ, ըստ իս պետության անկախությունը կասկածի տակ դնող ցանկացած սուբյեկտ իմ համար ապապետական ուժ է համարվում։ Կամ իսկ անկախությունը, եթե պետությունը չունի անկախություն, նշանակում պետություն չի, ինչ-որ միավորման մաս է։ Իսկ ինչպես նաև դրան զուգահեռ, եթե օրինակ տեսնում ենք, որ շատ ավելի լայն տարածում են գտնում Ադրբեջանի, չգիտեմ, Թուրքիայի որոշ շրջանակների կողմից կամ Ռուսաստանի Դաշնության որոշ շրջանակների կողմից թեզերի եւ նարատիվների շահարկումը հայաստանյան դաշտում, դա ինքնին իմ համար մտածմունքի հաստատախտին հղում չի են անում մեր քաղաքական դաշտի մի ստվար զանգված ընդդիմության ներկայացուցիչներ, իսկ նոյեմբերի 9-ը պահանջում է Ադրբեջանը եւ Ռուսաստանը։ Ես օրինակ այդ տիպի ուժերին համարում եմ ապապետական ուժեր, եւ պետության դեմ ուղղված խոսույթ են գեներացնում, պետության դեմ իմ համար անկախության դեմ, խաղաղության դեմ, ցանկացած նման խոսույթ իմ համար ապապետական է, բայց դրանք քրեական հանցագործության տարեր չեն։ Եվ մենք Սիրելի քաղաքացիներ, չենք կարող օրինակ, երբ որ ասում ենք նրանք աշխատում են այլ պետությունների համար կամ այլ պետության շահերն են պաշտպանում, դրանք ապացուցելի չեն քրեական օրենսգրքով։ Օրինակ, մեր ազգային անվտանգության ծառայությունը չի կարող ունենալ տվյալներ, թե Ռուսաստանի Դաշնության
անվտանգության ծառայությունների մոտ, ովքեր են հավաքագրված։ Մենք չենք կարող այդ հավաքագրումների տվյալները պահպանել մեր մոտ կամ ունենալ մեր մոտ։ Ցերեկ ազգային անվտանգության ծառայությանը։ Չէ, դա ոչ մի երկիր չի կարող ունենալ։ Եկեք ընդունենք ճիշտ։ Այսինքն, եթե վերցնենք մեր մոտ հիմա ստեղծվել է արտաքին հետախուզության ծառայություն, մեր արտաքին հետախուզության ծառայության աշխատակիցները ամբողջությամբ գաղտնի են եւ ոչ մի երկիր չի կարող իմանալ այդ ծառայության աշխատակիցները օրինակ որ երկրի ներկայացուցիչներ են։ Ես սա զուտ բացատրում եմ շատ հանգամանալից, ինչի մասին է խոսքը գնում քրեական հանցագործների տեսանկյունից։ Բայց ինչ վերաբերվում է քաղաքական գնահատականներին, դրանք մշտապես դրվում են։ Դա նաև ինչու՞ չէ, ու ես հույս ունեմ հետագա քննարկումների ընթացքում այդ հարցին է կանրադառնանք, ժողովրդավարության մեկ հատիկ է իր մեջ պարունակում։ Ես հասկանում եմ, որ նյարդայնացնող է, ես հասկանում եմ, որ մարդիկ արդեն շատ հաճախ ինձ ուղարկում են մադիրներից սկսած կամ վերջացրած ինչ-որ բլոգերներով հայտարարություններ, ասում են ինչի իրանց բերանը չեք փակում, ժողովուրդ ջան, ժողովրդավարության մեջ չենք կարող ոչ մեկի բերանը փակել։ Քննադատական մտածողության, վերլուծական մտքի վրա եւ վստահ եմ ուղղակի այս տարիների ընթացքում ժողովուրդը ապացուցել է, որ շատ խոհեմ է, գիտակից է եւ կարող է ինքը ճիշտ որոշում կայացնել, թե որ ուժն է ապապետական եւ որ ուժը ոչ։ Դե, բայց պետք է հաշվի առնել նաև գործոնը, որ ձեր ասած ժողովուրդը նաև բաղկացած է մարդկանցից, ովքեր ունեն իրենց առօրյա հոգսերը, խնդիրները եւ նրանք էլ հոգնում են անդադ լսելով նույն խոսույթը արդեն տարիներ շարունակ, հա, ու դրա դիմաց գործողություններ չտեսնել։ Հետևաբար մի ասեք ապապետական են, եսի ինչական են, այսինքն ինչու եմ սա այսպես ասում, Տիկին Մինասյան, որովհետեւ օրինակ ես չեմ կարծում, որ մեր հարց տվողին անձամբ քաղաքացի Լիլի Մինասյանը, օրինակ եթե չլիներ падգամավոր, հարց տվողն այն չէր ճանաչելու, հետևաբար իրեն Լիլի Մինասյանի կարծիքը հակապետականի, ապապետականի մասին շատ քիչ է հուզում, հա, իրեն հուզում է падգամ, այսինքն ես չեմ հասկանում, գնում ենք հարցազրույցների եւ ասում եք իմ անձնական կարծիքն է սա, չէ, ներողություն, դուք անձնական կարծիք չունեք, դուք ունեք Այո, հետև ինչու է դրա համար առաջանում խնդիր։ Հիմա ես բերեմ մեդիայի օրինակով։ Այս երկիրը մինչև այսօր չունի սահմանված, թե ինչ է նշանակում ապատեղեկատվություն։ Չունի։ Հետևաբար դրա համար այս շիլաշփոթ վիճակն է։ Չգիտեն ոնց պայքարեն, դուք էլ չգիտեք կամ չեք ուզում, դրա համար անունը դրել եք ժողովրդավարություն, այդպես հեշտ տակից դուրս եք գալիս։ Ես ձեր հետ համակարծիք չեմ, եւ երբ ասում եք գործողությունների անցեք, մենք իրավական պետություն պետք է կառուցենք։ Մեր նյարդերը շատ են տեղի տալիս, ժողովրդի նյարդերը շատ ավելին կարող են տեղի տալ, բայց մենք իրավունք չունենք այդ սահմանագիծը անցնելու։ Մենք պետք է մի կետից սահմանը հատենք, ասենց գիծ քաշենք եւ ասենք վերջ, այս կետից ի վեր միայն իրավական պետություն պետք է լինի։ Օրենք պետք է գործի, օրենք խախտելու պարագայում պետք է այդ ուժերը պատժվեն եւ մենք չենք կարող միջնադարյան սկզբունքներով կներեք բարիս համար, չգիտեմ, կախաղաններ հանել որոշակի մարդկանց, ովքեր պետության դեմ գործողություններ են անում։ Ամեն ինչ պետք է լինի օրենքի հիման վրա եւ օրենքից բխող։ Ես ընդունում եմ դատական համակարգի ձախողումները, ես բազմիցս բարձրաձայնել եմ, այսօր էլ ինքս քննչական կոմիտեի եւ հակակոռուպցիոն կոմիտեի զեկույցների ժամանակ հարցեր եմ ուղղել, թե ինչի են ձգձգվում գործերը, ինչն է պատճառը, ինչ անենք։ Մենք անընդհատ աշխատում ենք այդ ուղղությամբ, բայց երբ համբերության սահմանը հատեց մեր նկատի ունեմ, դա լինելու է վնաս ամբողջ պետությանը։ Իսկ դա երբեք չի կարող բերել հետագայում, հասկանում եք, եթե մենք հիմա այդ սահմանագիծը չքաշենք ու ասենք վերջ, այլևս չեն լինելու քաղաքական հաշվեհարդարներ, վենդետաներ, հաջորդ եկող իշխանությունների մեջ էլ է դա լինելու, որ նախորդի նկատմամբ նույնը կարելի է անել, ոչ չի կարելի այլևս անել այն, ինչ եղել է մեր հետ 30 տարիների ընթացքում։ Որևէ մեկը դրա հետ չի վիճում, իհարկե չի կարելի, բայց ես շատ ներքին համոզմունք ունեմ, որ ունենալով քաղաքական այսպես ասած պայմանական քաղաքական ուժեր, հոգևորական դաս, որոնք երազում են ինկվիզիցիայի մասին, փոքր-ինչ իշխանություն ունենալու դեպքում դուք ձեր մաշկի վրա եք զգալու այն ամեն ինչ, ինչ որ դուք չեք կարողացել իրականացնել։ Սա այսպես ռեպլիկ էր ընդհանրապես։ Հաջորդ հարցը։ Բառնալիք է ռեպլիկ չէ։
Հաջորդ հարցը հարբած մարդը խոսում է ճիշտը։ Հարցը սա է, Վիլեն Գաբրիելյանը ինչու ասաց, որ կառավարությունը 2026-ին հեռանում է, չլինի սահուն փոխանցում է անում, սկսելով Գյումրիից։ Ես չեմ կարծում, որ մեր ժողովուրդը այդ կասկածը ունի իր մեջ, որ այս իշխանությունը երբևիցե չի ուղղակի անհնար է մեր մաշկի վրա ենք մենք զգացել դա անհնար է դա իշխանությունը ժողովրդինն է մենք ընտրությունների օրը այս մեզ տեղապահ տված իշխանությունը հետ ենք տալու ժողովրդին ինքը որոշելու է արդեն ում տա Բայց որոշելու է նաև հենց այն սահմանած չափանիշներով, որոնք դուք բերեցիք հեղափոխությամբ եւ այն պահանջներով, ակնկալիքներով, որը ունի հասարակությունը։ Ասում եք ընտրություններով ժողովուրդը իշխանության կարող է ինքն է որոշելու թե ում տա այդ լծակները, բայց ներողություն, նացիստներին, ֆաշիստներին եւս ընտրեցին, նրանք ընտրությամբ են եկել իշխանության։ Իրենք չեն հեղափոխություն արել, հեղաշրջում արել, այո, հենց այդպես ժողովուրդը գնացել է իրացրել է իր քաղաքական իրավունքը եւ նացիստներին բերել է ընտրության արդյունքում իշխանության նացիստները ինչ են արել, ոչնչացրել են այդ ընտրությունը եւ ժողովրդավարությունը եւ մնացած պատմությունը այլ չպատմեմ։ Իսկ հիմա ինչ եք ակնկալում մենք հետ գնանք 100 տարի առաջ եւ վերցնենք խանցելու սկզբունքը փոխենք ընտրությունների դեմ գնանք ոչ այնպես պետք է անել մենք մեր մաշկի վրա ենք զգացել եկեք հիշենք 21 թիվը քաղաքական դաշտը ընդհանուր 21 թվին այլատիացությունը իրար նկատմամբ ատելությունը մեզ մորթելու կախաղան հանելու մեր տանը մեր ծնողներին բոլորին վնաս տալու կոչերը դարձել էր առօրեական բոլորիս համար մենք մեկ ձայն չենք կեղծել իմանալով որ պարտվելու դեպքում մեզ կարող է կախաղան հանեն։ Մեկ ձայն չենք կեղծել եւ դա մեր ձեռքբերումներից ամենալավագույնն է։ Ընտրությունները միայն իշխանությունները փոխանցվում են միայն ընտրությունների միջոցով։ Այս ժողովուրդը համոզված է, վաղը մենք դուր չգանք իրենց, մեզ է փոխելու, ուրիշ հաջորդը դուր չգա, հաջորդին է փոխելու։ Դա է միակ ճանապարհը։ Գնալ պետություն կառուցել եւ ամրապնդվել որպես հզոր պետություն այլ տարբերակ չկա մեր խնդիրը ձեր նկարագրած այցակարգերի գաղափարախոսությունների եւ ճշմարտության ճիշտ փոխանցումը եւ ամենամեծ գլոբալ խնդիրը որ մենք ունեցել ենք այս 7 տարվա ընթացքում դա կոմունիկացիոն քաղաքականությունն է մենք չենք կարողանում կամ կարողանում ենք բայց ոչ այնքան լավ ենք կարողանում ճիշտ նկարագրել մենք ինչ ենք արել ինչպիսի մեծ ծրագրեր են իրականացվում, ոնց կարող է քաղաքացին տեսնել ինչպես է փոխվել իր պետությունը, դա ամենամեծ խնդիրն է, բայց եկեք ընդունենք, որ այսօր լրատվական դաշտի 70, եթե ոչ առավել տոկոսները սպասարկում են ընդդիմության շահերը եւ եկեք հիշենք նաեւ որ 30 տարվա մեջ այդպիսի բան չի եղել տեղի չի ունեցել որ ընդդիմությունը ունենար այսքան ռեսուրս, մեդիա ռեսուրս ֆինանսական ռեսուրս, մենք հիմա ունենք 7 տարի արդեն ունենք իրավիճակ, երբ ընդդիմության ձեռքում է մեծագույն տեղեկատվական ռեսուրսները եւ դա նաեւ ազդում է ժողովուրդ խոհեմ է իմաստուն է եւ այն ազատությունը, այն իրավունքները, որ ունի հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլևս երբեք իր ձեռքից չես կարող խլել Խեղճ ժողովուրդ, ամեն ինչ միայն ձեր ուսանելն է ժողովուրդ ջան, միայն ձեր։ Բայց կներեք, մեր հենարանն է ժողովուրդը, մեր հիմքն ու թիկունքն է նաև ժողովուրդը, մենք այլ ոչ մեկի վրա, ոչ մի ռեսուրսի վրա, ոչ մի քաղաքական ուժի կամ այլ երկրի վրա հույս չենք ուզում դնենք։ Մեր ժողովուրդը մեր հենարանն է։ Մենք պետք է հեմվենք եւ նրանք էլ մեզնից պահանջեն մենք էլ իրանց թիկունք լինենք, որպեսզի իրանց իրավունքները պաշտպանված լինեն, իրանց ցանկություններն էլ տեղ հասնեն։ Հաղորդակցության իմաստով այո չեք կարողանում։ Դա ձեր Աքիլեսյան գարշապարն է, որտեղ սկսես մի կրակոց եւ ամեն ինչ փլվում։ Են գրվել, այդ թեմայով երկար կխոսեմ, բայց կարծում հաջորդ հարցերի ընթացքում հնարավորություն կլինի։ Հաջորդը Ռուզաննան հարցնում է, հարգելի Տիկին Մինասյան, Գյումրիում նոր ընտրված քաղաքապետը Վարդան Ղուկասյանը եւ Ռուբեն Մխիթարյանը հայտարարություն են արել, որ կվերականգնեն Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի շնորհած Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումը, որից նրանք զրկվել էին 2018-ին։ Արդյոք իրենք իրավասու են այդպիսի հայտարարությունների եւ հետագա գործողությունների համար։
Եթե գնանք իրավասության դաշտ, կարծում եմ իրավասություն են, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինները, անկախ մարմիններ են եւ նրանց լիազորություններից դեռևս զրկված չեն, օրինակ Երևան քաղաքում էլ կա պատվավոր կոչում տալու կամ պատվավոր քաղաքացու կոչում տալու ընթացակարգ, բայց եկեք վերացարկվենք այդ միտումից, հասկանանք ինչն է նպատակը, այդ ու չգիտեմ իրականում 18 թվականին զրկվել էին, թե չէ, այդ մասին ընդհանրապես տեղեկատվություն չունեմ։ Եկեք հասկանանք պատվավոր քաղաքացու կոչումը ինչի համար է ու ինչի մասին է։ Ես կարծում եմ, որ դա քաղաքացիների կողմից գնահատականն է այն մարդկանց, ովքեր քաղաքի համար ինչ-որ գործ են արել, մեծ արժեք են թողել, եւ Վարդան Ղուկասյանը բացի կրիմինալից եւ այն վատ ժառանգությունից, որ թողել է Գյումրիում, այլ բան չունի։ Ու դեռ կթողնի։ Ես չեմ կարծում, որ կթողնի։ Այս վերջերս ինձ հարց տվեցին. ինչ է անելու քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում։ Դրա միակ պատասխանն է պաշտպանելու ենք մեր ժողովրդի իրավունքները։ Այլևս Վարդան Ղուկասյան, այն Վարդան Ղուկասյանը, որ կար Գյումրիում, իրավասություն չի ունենա եւ ձեռքերը ոտքերը կապված կլինեն, անել քաղաքի հետ այն, ինչ արել է ժամանակին։ 40 դրվագով ապօրինի գույք է գնում Վարդան Ղուկասյանի մոտ, ամբողջ Շիրակի մարզում եւ Գյումրիում։ Եվ հետո այդ մարդը գլուխ է գովում, որ ինքը քաղաք է սարքել։ Քաղաք է սարքել իր անձնական շահի համար։ Հիմա չեմ ուզում բազմիցս անդրադարձել եմ ընտրությունների process-ին Գյումրիի, բայց չեմ ուզում դրան անդրադառնամ, մենակ մի բան կասեմ, որ այդ վախի մթնոլորտը, որը ընտրությունների ժամանակ կար եւ մարդիկ շատ հաճախ նաեւ գնում էին այդ չգիտակցելով, որ իրենց ընտրությունը գաղտնի է եւ ոչ մեկ նրանց չի նկարանելու, չի տեսնելու, այս վերջերս ինչ որ հիմար թեզեր են տարածում, իբր կեղծվել են ընտրությունները, Սիրելի քաղաքացիներ, ցանկացած գյումրեցի, որ նման թեզ լսի, խնդրում եմ ասեք, կեղծված ընտրությունների քաղաքապետը հիմա Վարդան Ղուկասյանն, այսինքն նրա ձայներն էլ իրական պատկերը չեն, եթե ընտրությունները ամբողջապես կեղծվել են, թե մենակ Իրանը իրականն են, ԿՊ-ի ձայները կեղծված են։ Կեղծված ընտրությունները լեգիտիմ չեն, այդ նշանակում ինքը լեգիտիմ քաղաքապետ չի։ Հաջորդը դիտարկում, ասում են, գիտեք, Գյումրու ընտրություններից հետո այլևս հարց տալու կամ պատասխան լսելու իմաստ ուղղակի չկա, Փաստորեն Աղազարյանը եւ Նավակ Ճոճողը իրենց անմիջական խոսքով պատասխանեցին բոլոր հարցերին։ Աղազարյանին չեմ ուզենա անդրադառնամ, չգիտեմ ինչ ասել, ընդհանրապես չեմ հետևում իրան արդեն, իսկ ինչ վերաբերում է Վիլեն Գաբրիելյանին, Վիլեն Գաբրիելյանի խոսքը ամբողջությամբ մանիպուլացվել է, տեղ անլրագրողը իրան բազմիցս շեշտում է, ասում է, դուք որ իշխանություն չունենաք, էլի սենց խոսելու եք, իբր նկատի ունի այդ պահվածքը նույն ձևա լինելու, եթե իշխանություն չունենաք, ասում է, դուք չէիք, ասում 26-ին չենք լինելու իշխանության, ինչի պիտի մանդատս դնեմ, եւ մարդիկ ձևախաղեցին այդ խոսությունը մտածելով, որ չգիտեմ, Վիլեն Գաբրիելյանն ասել է 26-ին իշխանություն չենք լինելու, ժողովուրդ ջան, դուք եք ընտրելու։ Մենք չենք կարող ձեր քվեն դնել մեր գրպանում, ասեմ մենք էլ չենք ուզում լինել իշխանություն։ Մենք չենք կարող ձեր քվեն տալ ուրիշ քաղաքական ուժի։ Դա արդեն ապացուցված փաստ է։ Մենք ունենք 18-ից այն կողմ երևի, եթե չեմ սխալվում, 32 համայնք մի անգամ են կարել, 16 համայնք մի անգամ են կարել։ Երևանը արդեն 2 անգամ ընտրություններ է արել, 2 անգամ համապետական ընտրություններ են արել։ Չի եղել գեթ մեկ քաղաքական ուժ, որ ասի ընտրությունները կեղծված են, չի եղել եւ չի լինելու։ Ընտրությունների լեգիտիմության վրա ոչ մեկ կասկած չունի եւ դա միակ վստահությունն է ձեր համար, որ դուք եք ընտրելու, որ ուժը գա քաղաքական ասպարեզ։ Վարդուհին հարցնում է, ինչու է քաղաքացիական պայմանագիրը թույլ տալիս, որ նախկին սուտ ընդդիմադիրները այնքան կշիռ ունենան, որ էլի հավակնեն ու նաև ընտրություններում որոշիչ ձայներ հավաքեն։ Ձեզ ընտրած քաղաքացու ձայները Գյումրիի օրինակով փոշի անում են եւ ընտրական օրենսգրքի բացերի պատճառով մեծամասնություն չհավաքածը կարող է պաշտոնի գալ։ Վտանգավոր է անգամ, եթե ԿՊ-ից շատ գոհ չենք, բայց մերժել ենք ու պահանջում ենք մաքրել քաղաքական դաշտը վերոնշյալ տարերից հնգալը տանուլ չտակ։ Ես երջանկանում եմ այս խոսքերից, մեր հեղափոխությունը ոչ թե ձեր իշխանության գալը, անկեղծ ասած, հպարտանում եմ այս քաղաքացիով, որ այս հարցը գրել է, որտեղ իրականում դուք գիտակցում եք, որ դուք եք իշխանության տերը, դա ամենամեծ ձեռքբերումն է ինձ համար։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքական ուժերին, ինչի եք թողում, ժողովուրդ ջան, մենք չենք թողում։ Եկեք ընկալենք, ընդունենք, որ ազգային ժողովօրինակ ընդդիմություն դարձած ուժերը չնայած շատ խառը ժամանակներում, բայց ունեցել են մոտավորապես 250,000 ձայն
Եվ նրանք էլ են Հայաստանի Հանրապետության քաղաքացի, նրանք էլ ունեն իրավունքներ, նրանք էլ ունեն ընտրության իրավունք։ Ես խորապես համոզված եմ նրանց մեծամասնությունը մոլորված է, խորապես համոզված եմ, որ էմոցիայից եւ ցավից դրդված պատերազմից հետո գնացին եւ ձայն տվեցին այդ ուժերին, բայց ես վստահ եմ, ես չգիտեմ, ներքին վստահություն չի խոսքս, այլ բազմաթիվ հազարավոր քաղաքացիների հետ շփումն անգամ եթե մեզ չեն ուզում անցյալ վերադառնալ, այլևս երբեք չեն ուզի։ Ես ընդհանրապես այսքանով կարող եմ արձագանքել ու վստահ եմ, որ այն մարդիկ, ովքեր որ քաղաքական դաշտում կան այսօր, սպառել են վաղուց իրենց եւ 26 թվականին ընդհանրապես կուղարկվեն տենց պատմության աղբանոցը։ Մի 250,000 հոգի էլ, որ օրինակ ուզենա Հայաստանը Ռուսաստանին միացնի, եւս հաշվի եք առնելու այդ կարծիքները։ Ես վստահ եմ, որ 250,000 հոգի չի կարող նման կարծիք ունենալ։ Իսկ այդ ընտրությունը այս ուժերի դրա մասին չի նաև խոսում, որովհետև այդ ուժերը բազմիցս հայտարարել են, որ Հայաստանի անկախությունը քննարկման հարց է, հանդես են եկել Ռուսաստանի կամ միութենական պետության հետ ավելի խորը, էլ չգիտես ինչքան խորը, պարզ է ինչքան կարգավիճակ ունենալու մասին։ Հա, իդեպ նշեմ 2021 թվականի արտահերթ ընտրությունների մասին, երբ օրինակ Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Քոչարյան եւ ընկերների ռուսական դրոշներով հանրահավաքը եւ այլն։ Մամուլում սպրդեցին տեղեկություններ, որ ռուսական կապիտալով, որը Հայաստանում գերակշռում է, շարունակում է գերակշռել, ընկերությունները ահաբեկել են իրենց աշխատակիցներին, որոնք պիտի ընտրեին Ռոբերտ Քոչարյանի դաշինքին։ Այդ տեղեկությունները իրավապահ համակարգը ոչ հերքեց, հետո ոչ հաստատեց։ Հետևաբար կամ իրավապահ համակարգը իդեմս նաեւ քաղաքական իշխանության չի տիրապետում իրավիճակին, կամ էլ ուրեմն դրանք ճիշտ էին։ Շատ տարատեսակ հարց տվեցիք ընդհանուր առմամբ, ես կարող եմ ասել վերջին արձագանքեմ, ճիշտ ասած տեղյակ չեմ քրեական գործեր կան, չկան այդ մասով, ինչ ավարտ են ունեցել են արդյոք թե ոչ, որովհետև քրեական գործը բացվում է կոնկրետ բողոքի հիման վրա, ոչ թե մամուլում սպրտած տեղեկատվության, որը կարող է լինել ուղղակի մեր վստահելի աղբյուրներին կից։ Ինչ վերաբերում է ճնշումներին, մենք տեսանք, որ մարդիկ ինչքան էլ որ նրանց ստիպեն, քվյախցում մարդը մենակ է։ Քվյախցի մեջ մարդը ոչ մեկին պատասխանատու չէ, չի կարող ոչ մի գործողություն, ոչ մի հնարավոր մեխանիզմ չկա, այլևս մեր բերած ընտրական օրենսգրքով, որ ապացուցի տվյալ մարդու ընտրությունը ում է գնացել։ Ինչքան էլ ճնշեն, երբ որ մարդուն ճնշում են, մանավանդ ինչ որ ընկերություններ, որոնք ունեն մեծ ռեսուրսներ, ասում են աշխատանքից կազատենք ձեզ, այդ մարդը երբեք չի ուզում իրեն ճնշողին ընտրի, ուզում է ազատություն ընտրի։ Ես ձեզ վստահեցնում եմ, շատ քաղաքացիներ ունեն վախ, որ հնարավոր է իրենց օրինակ Գյումրիում, ես ինքս եմ ականատես եղել, ու մարդը մտածել է իրեն նկարում են։ Քվյախցերը բոլորը պահպանում են անվտանգության բոլոր կանոնները եւ քվյախցում մարդիկ ապագայի ընտրության հետ են։ Այդ քվյաթերթիկը իրենց ապագան է, ես չեմ կարծում իրենք կընտրեն իրենց ճնշող ապագա։ Իրենք ընտրում են իրենց օրվա հացը։ Օրվա հացն էլ պետք է ապացուցեն, չէ՞, որ ընտրել են։ Չեն կարող ապացուցել դա։ Հաջորդ հարցը Սամից, հարգելի Տիկին Մինասյան, ես ծնվել մեծացել եմ Երևանում, ծառայել եմ պատվով, պատերազմին մասնակցել եմ կամավոր, մասնակցել եմ զորավարժություններին, ես իմ հայրենիքը ամեն ինչից վեր եմ դասում ու չեմ ցանկանում որոշ ուժերի պատճառով հայրենիք կորցնել։ Հիմա հարց. ես իմ հայրենիքը վստահել եմ ձեզ, ձեր քաղաքական թիմին, վարչապետ Փաշինյանին։ Հիմա Հայաստանում գործում են ապապետական ուժեր, որոնք բացահայտ ցանկանում են Հայաստանը դարձնել Ռուսաստանի գավառ։ Արդյոք ձեզ ժողովրդի մանդատը բավարար չէ այդ ամենի դեմը առնելու համար։ Իրավապահ համակարգը ամբողջությամբ տիրապետելով իրավիճակին ոչ մի քայլ չի անում։ Ես հասկանում եմ, որ մեր քաղաքացիների մեծագույն մտորումը եւ միտքը հենց դա է։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախ Սամի անունը, Սամիին իր կատարած գործերի համար, թե պատերազմի մասնակցության, թե զորավարժություններին անգամ մասնակցելու, շատ շնորհակալ եմ նաև կարծիքի համար, որտեղ սա էլ է հույս տալիս ինձ, որ իմ ասածները իրականություն են եւ այս խոսքերը նրա մասին են, որ ժողովուրդը գիտակցում է եւ շատ լավ տեսնում է, թե քաղաքական ուժերից որոնք ինչ շահեր են պաշտպանում։ Ես միայն կասեմ, որ նորից եմ կրկնում, ժողովրդավարությունը շատ բարդ գործընթաց է, շատ բարդ գործընթաց է նաև
ազատ խոսքի իրավունքը իրացնելը, շատ բարդ գործընթաց է բոլոր այդ ապապետական խոսույթները դաշտում ունենալը, լսելը, տեսնելը եւ չնյարդայնանալը, բայց դա միակ ճանապարհն է եւ եթե մարդիկ շատ ավելի քիչ, ես վերջերս մի հատ դրվագ պատմեմ, էլի, քաղաքացիները ասում են փակեք այս ալիքը, ինչի՞ չեք փակում այս ալիքը, ինչի՞ չեք փակում այս ալիքը։ Իսկ դուք ինչի՞ չեք փակում։ Ասեց ոնց, ասի պուլտով։ Ուղղակի անջատեք այդ հեռուստացույցի այդ ալիքը։ Դուք կարող եք անգամ նենց անել, որ այդ ալիքը ընդհանրապես չլինի ձեր հեռուստատեսությունում։ Եվ ինչքան քիչ դուք նայեք, ինչքան քիչ հետևեն նման խոսույթին, այլևս ոչ մի ալիք չի կարող հեռարձակվել, եթե հետևորդներ քիչ ունենա։ Հարցը հենց դրանում է, որ մարդիկ մտնում կարդում նյարդայնանում են, հետո մեզ ասում են ինչի՞ չեք փակում այս ալիքները։ Բայց կան տեխնոլոգիաներ, ես դրա մասին կխոսեմ, որտեղ շատ եմ ուզում խոսենք, հեսա հարցերի մեջ կա, էլի մեդիայի մասով, ես մի քանի բան ունեմ։ Այստեղ գալիս ենք արդեն իմ սիրած հարցերին, եւ այսպես, Հասմիկ, երբ եք պատրաստվում դուրս գալ հապկ կոչվող փտած կառույցից։ Չհարարկեք կամ ոչինչ ուրիշ չասեք, որովհետև հենց հապկից դուրս գալը մեզ օբյեկտիվ իրականությունն է բերել դրան հասցրել եւ երկրորդը ձեր քաղաքական ուժն է գեներացրել այդ սպասումը։ Հիմա չասեք անիրական սպասումներ կամ չգիտեմ Ես ասել եմ հետևյալը, նախ ամեն ինչ պետք է ճիշտ ժամանակին անել, եւ եթե արտաքին քաղաքականությունը ուսումնասիրում եք, կհասկանաք, որ դիվանագիտության մեջ հիմնականում խաղաքարտերի նման է։ Խաղաքարտ պետք է լինի քո ձեռքում, որպեսզի կարողանաս որոշակի սպառնալիքների դիմակայես։ Եվ այդ խաղաքարտը դեռևս Հայաստանի Հանրապետությանը անհրաժեշտ է։ Ես չբացելով շատ փակագծար, հույս ունեմ քաղաքացիները հասկացան ես ինչի նկատի ունեմ։ Մի հարց, այսքան Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելուց հետո հապկին հրաժեշտ կտաք։ Թե երբ չեմ կարող ասել, բայց ես կարծում եմ, որ չմասնակցել կառույցին, սառեցնել կառույցի անդամակցությունը, ընդհանրապես չայցելել, ես ինքս հապկ խորհրդանական վարժողովի անդամ եմ։ Խորհրդանում, ինչպես նաև ԵՀԿ ԽՎ-ի անդամ։ Ես արդեն 2-3 տարի ընդհանրապես հապկի նիստերին չեմ գնում, հապկ գործընկերների հետ չեմ շփվում, չնայած նրանց մեծ ցանկության հետ էլ ասեմ, նրանք բարբերաբար հիշում են մեզ։ Բայց եկեք սառը գլխով ամեն ինչ անենք, էլի էմոցիաների հետ կապ չունի այս քաղաքականությունը։ Որոնց մեկ հիշում են, ինչ են ասում, օրինակ Լուկաշենկոյի ոճով նամակներ են գրում, «Կուդա վիդենիցիս եկեք»։ Չէ, այդ տիպի ոչ չի, հիմնականում հրավիրում են շատ։ Դե սկզբնական փուլում տրամադրում են նրան, որ եկեք բարիշենք, էսա հիմնական խոսույթը։ Ինչի չեք գալիս, եկեք գոնե ուղղակի այցելեք Պիտեր կամ այցելեք Մոսկվա, ծնունդին են հրավիրում, եղել են դեմքեր, բայց ես կարծում եմ, որ սառը հաշվարկա պետք, որպեսզի հետագայում մենք չկարողանանք սխալներ անել։ Ես ընդունում եմ մեր ժողովրդի էմոցիաները, ընդունում եմ լրագրողների էմոցիաները, հասկանում եմ իրականությունը ընդունեք։ Բայց այդ իրականությունը մենք ենք Այո, օբյեկտիվ իրականությունը եւ այն փաստերը, որ տեղի են ունեցել, մեր ժողովուրդը տեսել է բացեի բաց։ Մենք շատ բարձր ձայնով գոռացել ենք, որ այո, այն պարտականությունները, որ ունեցել է ՀԱՊԿ-ը, չի կատարել, այն պարտականությունները, որ ունեցել է Ռուսաստանի Դաշնությունը, չի կատարել։ Եվ այդ պարտականությունների չկատարման արդյունքն է, որ այսօր մենք նրանց հետ հարաբերությունները այդքան էլ սերտ չեն։ Բայց մայիսի 9-ին գնալու եք մասնակցեք շքերթի։ Դա էլ է դիվանագիտության մի մաս եւ ավելին ասեմ, եկեք ընդունենք, որ հայերենական մեծ պատերազմում Հայաստանի Հանրապետությունը կամ հայ ժողովուրդը տվել է առնվազն 300,000 զոհ։ Ոչ մեկ դա չի հերքում, բայց այդ զոհողությունը Ռուսաստանը սեփականաշնորհել, մենաշնորհել է։ Տպավորություն է, որ Ռուսաստանն է ամբողջը արել, մենք տենց ձեռքի հետ թնդանոթի միս ենք եղել, մեզ շպրտել են ուղղակի առաջնագից, որովհետև Հայաստանում երբեք նման մեծ շուկով եւ այլն դա չի նշվում։ Ապա կարմիր հրապարակ, չգիտեմ, գուցե գույնի վրա են բոլորը այտենց վազում, չեմ կարող ասել։ Եվ ինչ վերաբերում է դա եւս պատմության
կեղծում է, երբ որ այսպես ասենք ֆետիշացվում է սովետական միության հաղթանակը այդ պատերազմում, որը չէր կարող լինել օրինակ նույն առանց Միացյալ Նահանգների սովետական միության ցուցաբերած աջակցության, հա, իսկ այսպիսի հրապարակային բաներով եւ միշտ ծեծելով միայն Ռուսաստանի դերակատարության մասին, այդպես նաեւ այս հանրության մեջ այո որոշակի շրջանակներ հասկանում են դե հա իրանցնա իրանք են արել մենք կողքից տենց ձեռքակցել ենք էլի մի բանով օգնել ենք ու նման բաներ ոչ դա որքան իրանցն է այդքան մերն է Բայց դեպքում եթե մերն է այդ հայնական պատերազմի 85 տամյակն է իսկ 80-ականներն ոնց որ չգիտեմ այդ ամյակի նշելը կամ այցելելը այդ հացով Մոսկվա ինչի պետքա լինի խնդրահարույց մեր համար ես ընկալում եմ էմոցիոնալ դաշտը բայց ես չեմ ընկալում այն մասը այն ձեր եթերում էր կարծեմ մի անգամ ասեցի եթե մենք ուզում ենք հարաբերություններ կարգավորենք Ադրբեջանի հետ եթե մենք ուզում ենք հարաբերություններ կարգավորենք սահման բացենք Թուրքիայի հետ որոնց հետ ունենք շատ դառը անցյալ մենք չպետք է ուզենք թշնամանալ Ռուսաստանի Դաշնության հետ այդ թշնամությունը ու այդ զայրույթը ջղայնությունը ամբողջապես ընկալելի է նաև մեր համար է այդպես բայց դրա հետ զուգահեռ մենք պետք է հասկանանք որ մենք պետք է ունենանք այդ բալանսավորված քաղաքականությունը բոլոր ուժերի հետ եւ այո հիմա Հայաստանի Հանրապետությունը իր որոշումներում իր արտաքին քաղաքականության մեջ առավել քան ինքնիշխան է ես չեմ հիշում տես տարիների մեջ մի 30 տարվա մեջ մի դեպք երբ Հայաստանի Հանրապետությունը առանց Մոսկվայի հետ համաձայնեցման գնացել է արտաքին քաղաքական այլ ուղղությունների հետևից Հաջորդը Մարիամը ասում է Տիկին Մինասյան խոսքի ազատությունը եւ անկախ մամուլի գոյությունը ժողովրդավարության առանցքային հիմքերից են միաժամանակ տեսնում ենք որ երբեմն մեդիա դաշտում տարածվում են ապատեղեկատվություն կամ սուբյեկտիվ թիրախավորող բնույթ ունեցող նյութեր ինչ մեխանիզմներով է իշխանությունը նախատեսում պայքարել ապատեղեկատվության եւ մամուլի կողմից իրականացվող անհիմն թիրախավորման դեմ առանց անցնելու խոսքի ազատության սահմանները կան օրենսդրական լուծումներ կամ հստակ մոտեցումներ որոնք երաշխավորեն այդ հավասարակշռությունը Այս թեման իմ ամենասիրելին է իրականում, ես դեռ 18 թվականից հիմնականում կոմունիկացիոն քաղաքականության մեջ եմ, հետո ղեկավարել եմ հանրային կապեր տեղեկատվական բողոքը կառավարության ներքո եւ շատ լավ եմ պատկերացնում, թե ներհայաստանյան դաշտը, թե ընդհանուր ապատեղեկատվության մասը այդ ներհայաստանյան դաշտում բազմաթիվ ունեցել ենք նախաձեռնություններ, որտեղ իհարկե թիրախավորվել ենք ասել եմ մեդիայում, բայց հիմա, օրինակ, ես առաջնային եմ համարում ֆինանսական թափանցիկության մասին օրինագիծը, որը գրվել էր ժամանակին, բայց հետո մեդիաների, այսպես ասած, տերորի արդյունքում այդքան էլ չմտավորակարգ, շատ կարևոր է, որպեսզի քաղաքացին տեսնի տվյալ մեդիայի հետևում, ինչպիսի ֆինանսական ռեսուրսներ են թաքնված, ով է ֆինանսավորողը, ինչ աղբյուրներից են օգտվում եւ այդ ֆինանսական ռեսուրսները ինչպես են բաշխվում։ Այդ օրինագծերի տեսանկյունից կա նաև մեկ նախագիծ ինքնակարգավորման թեման է, որ ցանկացած մեդիա իր ինքնակարգավորման արվինը կարող է ունենալ, էթիկայի նորմեր սահմանել եւ այդ էթիկայի նորմերը խախտելու պարագայում ունենալ սանկցիաներ, բայց դա էլ դեռ շատ երկար է քննարկվում եւ ամբողջ խնդիրն է անում, որ մեր լրատվական դաշտը միասնական կարծիք չունի այդ թեմաներով։ Իսկ մենք չենք կարող նույն այդ խոսքի ազատությանը չվնասելու դրամաբանության մեջ որոշակի գործողություններ անել հենց մեդիայի ներքին կանոնակարգերի մասով, որը իրենք չեն ուզում։ Այդ մասով բայց ամեն կանգալենք ապատեղեկատվության դեմ պայքարի ցանկացած դասագրքային գրականության մեջ գրված է առաջի բանը դա մեդիա գրագիտությունն է եւ ինքս նախաձեռնում եմ դպրոցական տարիքից հիմա կան դպրոցներ իհարկե նոր չափանիշներով բոլոր համակարգերը հանրակրթության բոլոր դպրոցներում մտնելու մեդիա գրագիտության դասընթացները ես ինքս նախաձեռնում եմ համալսարան դպրոց ուսանողներ հանդիպումներ որտեղ որ իրականացնում եմ մեդիա գրագիտության դասընթացներ դա մարզեր շատ կարևոր է որտեղ մարզերում հիմնականում մեդիայի հետ առնչությունը շատ ավելի քիչ է իր հիմնական մեխը հետևյալն է քննադատական վերլուծական մտածողություն որպեսզի մեկ աղբյուրից օգտվելուց չհավատաս ամբողջապես այդ աղբյուրին եւ երբ շատ կարեւոր տենց ինդիկատոր կա էլի այդ նյութը արդյոք քո հույզերի հետ խաղում է թե ոչ երբ նյութը որևիցե տեղ տեսնում եք չգիտեմ Telegram-ա, TikTok-ա, Instagram-ա որևիցե տեղ տեսնում եք որ ձեր մոտ էմոցիաներ հույզին վստահորեն
դա քաղաքական տեխնոլոգիայի արդյունքում ձեր վրա ազդող նյութ է, խնդրում եմ փնտրեք սկզբնաղբյուր, փնտրեք վստահելի լրատվամիջոցներում դրա իրականությունը արդյոք այդպես է թե ոչ, եւ հիմա գնալով ինչքան տեխնոլոգիաները աճում են, այնքան ապատեղեկատվությունը աճելու է եւ խոսքը լրատվականների մասին չի միայն։ Մենք հիմա ունենք հնարավորություն ցանկացած անձով ունի հեռախոս դառնա մեդիա, հեռարձակող եւ ունենա մեծ ալիք։ Եվ մեր քննադատական մտածելակերպը պետք է կառնակարգենք ու ուժեղացնենք դիմադրողականությունը բարձրացնենք, եկեք ընդունենք, որ այս տարիների ընթացքում շատ է փոխվել։ Ես պատերազմի ընթացքում էի այդ նույն ինֆորմացիոն դաշտահամակարգում եւ գաղջ էր տիրում ուղղակի պատերազմից հետո ամեն օր տերոր էր, ուստի այդ տերորը մենակ Հայաստանի Հանրապետության ներսում չի։ Տերորը գալիս էր հստակ ռուսական տելեգրամյան ալիքներից, մտնում էր ադրբեջանական տելեգրամյան ալիք ու հայտնվում մեր ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկում կամ տելեգրամյան ալիքում, որը հնարավոր չէր իդենտիֆիկացնել։ Դրանից հետո էլ օրենսդրական նախաձեռնություն բերեցինք, որ չեք կարող օրինակ, որը իրականում գոյություն չունի։ Ստեղ խնդիրը զուտ մեր քննադատական մտածելակերպն է, եւ ես այս թեմայով կարող եմ ժամերով խոսել, բայց նաև շատ կարևոր է, որ կարողանանք տարանջատել փաստերը եւ կարողանանք գտնել շատ դեպքերում մարդկանց հետաքրքիր չի մտնեն, պրպտեն, գտնեն, հիմնականում 3 վայրկյանանոց տեղեկատվություն են ստանում տարբեր ռիլերի ֆորմատով եւ դա ընդունում են ճշմարտություն, բայց այդ փաստերի խեղաթյուրման արդյունքում ձեր ամբողջ թե հոգեկան, թե միջավայրը, թե ուղեղը, թե մտածելակերպը կարող է փոխվել։ Ինֆորմացիոն քաղաքականությունը ամենահզոր գործիքն է մարդկանց իրար դեմ լարելու, ցեղասպանություններ լինելու, եթե կարդաք Ռուանդայի ցեղասպանությունը ինչի համար է տեղի ունեցել, ցիրելի քաղաքացիներ, կտեղեկանաք, որ ինֆորմացիան այսօր ամենահզոր գործիքն է մարդկանց իրար դեմ հանելու եւ գաղափարախոսություններ ներմուծելու Հեռու չգնանք Արցախի էթնիկ զտում, բլոկադան եւ ինֆորմացիան, որ ապահովում էր էկոլոգիական նարատիվներով։ Ես քանի որ այս թեման ես շատ կուզեի այս թեմայով խոսել, բայց որ խոսում շատ երկար է տևելու։ Ընդհանրապես մի բան ասեմ, օրինակ երբ որ մենք գնում ենք խանութ, մենք ինչ որ բան գնելուց, որը ուտում ենք, չէ՞, գնալու է մեր օրգանիզմ։ Մենք պիտանելիության ժամկետ ենք, չէ՞, նայում, ես տեսնում ենք ինչ կա այդ դրա բաղադրության մեջ, մի բան, որը մեզ չի թունավորի, մեզ չի սպանի, մեր ինքնազգացողությունը չի վատացնի։ Ընկերներ, ես ձեզ հավատացնում եմ, մեդիա արտադրանքը նույն բանն է, եթե ոչ ավելի վատ։ Դուք երբեք միամիտ չլինեք ու չմտածեք, որ անգամ ձեր ֆիդում հայտնված ինչ-որ տեղեկություն, դուք դրա համար վճարում եք։ Այո, դուք դրա համար վճարում եք։ Դուք դրա համար վճարում եք ֆինանսապես, ձեր առողջությամբ, էմոցիաներով, հույզերով, դուք կարող եք երբեք դրա մասին չիմանաք, բայց դուք վճարում եք։ Որևէ մեկը ձեզ արտադրանք անվճար չի տալու։ Անվճարը միշտ թակարդում է։ Իսկ եթե դուք արդեն թակարդում եք, դե այստեղ արդեն չգիտեմ շատ մանրակրկիտ մոտեցեք դրան, դա նույն կերպ վնասում է ձեզ, ոնց որ դուք գնաք ժամկետ անց մի 10 օրվա թթվասեր առնեք, ուտեք եւ տենց նստեք, ասեք, չգիտեմ, լավ չեմ, ես չեմ, այն չեմ։ Նույն բանը մեդիա արտադրանքն է, լրիվ նույն բանը։ Եվ առաջին հերթին հիշեք, որ մեդիան անում է առաջին հերթին բիզնես, հետո այդ առաջին հերթին, էլի առաջին հերթին սպասարկում է նաեւ քաղաքական շահեր ու հազար ու մի բան։ Այսինքն մեծ կարողացեք ինքներդ զտել, հասկանաք այդ տեղեկությունը, որ դուք կարդում եք, ձեզ օգուտը դա ինձ որն է, այստեղ ինչ օգուտ կա ձեզ համար այս տեղեկության մեջ։ Եվ հետո, երբ որ մենք հիշում ենք դեպք ունեցանք, երբ որ սադրանքներից մեկի ժամանակ մեզ արդեն պարզ էր, որ զոհ կամ վիրավորներ եւ ունենք, մեդիաներից մեկը, ճակերտավոր մեդիաներից մեկը անազգանուններ էր շտապել հրապարակել։ Դա ամենավտանգավոր բանն է։ Ես օրինակ որ պոակում էի աշխատում, ասում էին ինչի՞ չեք տեղեկատվություն շուտ տալիս, եթե զոհ կա, դաշտը թնդում է, գոռում են, բայց սիրելիներս իր տարածելու այն ժամանակ, քանի դեռ ծնողին չի հայտնել դրա մասին։ Դուք հասկանում եք, ես պատերազմի ժամանակ էլ դրանից հետո էլ այդ սադրանքների ընթացքում լրատվամիջոցներ կան, լրագրողներին ուղղակի չեք պատկերացնի ինչ եմ արել, այդ մարդիկ գրում են Սյունիքի դիրքերում կան զոհեր։ Դուք հասկանում եք Սյունիքի դիրքերում քանի զինծառայող է աշխատում ու այդ ծնողի վիճակը։ Գիտեք ինչքան ծանր է այդ մարդկանց իրավիճակը, որ բոլորը ընկած իրենց տղաներին են ման գալիս այդ պահին, երբ որ կռիվ է գնում։ Հենց դա է խնդիրը։ Մենք այդպիսի տեղեկությունները սպառելով, մենք այդ պահին սպառեցինք, հույզերը, էմոցիաները ապրեցինք, պրծանք ու մոռացանք այդ մարդկանց մասին։ Բայց իրանք այդպես մնում են։ Այդ ամեն ինչով այդ մարդիկ մնում են։ Ու մենք մեզ ունեցանք բան, որ դու մենք դրա պատասխանատուն չենք։ Ինչ որ մեկը գրել է դրա մասին, ոչ դու պատասխանատու ես նախ, որ դու դա սպառել ես, պատասխանատու ես, որ դա ուղարկել ես քո ընկերոջը, պատասխանատու ես, որ հետո մի հատ դրա մասին խոսացել ես հանրային միջավայրում,
միջավայրում, այդքան դու պատասխանատու ես եւ դու մասնակից ես դրան։ Հետեւաբար շատ գրագետ ու ճշգրիտ է պետք դրան մոտենալ, էլի։ Ու չգիտեմ, այս մեդիաների հարցին լուրջ եմ ասում, ես մեկ-մեկ որ աշխատում եմ, չէ, օրինակ եթերում նստած աշխատում եմ, ես մեկ-մեկ մտածում, լավ, ասում եմ, իմ աշխատանքը ինքն անիմաստ է, եթե իրեն զուգահեռ ոչինչ չի արվում, ես տպավորություն է, որ անդադար փորձում եմ մի հատ պատ եմ ուզում կոտրել, իմ ուղեղն է կոտրվում արդեն այդքան խոսելուց, այդքան բանի մասին։ Այսինքն, որովհետև չի ուղեկցվում կարգավորումներով։ Ոչ մի կարգավորում չկա, շունը տիրոջը չի ճանաչում, ով ինչ ուզում անում է, անունը դնում է ես լրագրող եմ, ես մեդիա եմ ու այդպես ինքը նստած է, իբր ինքը պաշտպանված է ինչ-որ բանից։ Ոչ մեկ ուզում ես եղի լրագրող, ուզում ես եղի Հռոմի պապը, ոչ, Ղորմի, ոչ մեկ չի կարա կարգազանցություն անի, անունը դնի, որ ինքը լրագրող է եւ դա իրեն պետքա ներվի։ Եվ անունը չի կարա դնի քաղաքական գործիչ է, պաշտոնյա է եւ դա իրեն ներվի։ Որքան հանրային ծառայողը պաշտոնյան ճակերտավոր ասած վարքը գրաքննվելու եւ խոշորացույցի տակ պահելու անհրաժեշտություն կա, այդ նույն տրամաբանությամբ է լրագրողների աշխատանքը, որովհետեւ հանրային առողջության վրա է ազդում։ Առաջին հերթին, եթե չլինեին մեդիաները, մենք այսօր չենք խոսի ատելության խոսքից, մենք չենք իմանա, որ կա ատելության խոսք, մենք չենք իմանա, որ ազգային ժողովում իրար են ուտում առավոտից երեկո։ Մեդիան է դա մեզ մատուցում, չէ՞։ Այս դա համար մեդիային էլ պետք է պահել այո խոշորացույցի տակ եւ շատ իհարկե բայց հանրության կողմից հանրության կողմից նաև պետք է լինեն կարգավորումներ։ Դաշտը երբեք չի ինքնակարգավորվելու։ Երբ որ Սաթիկ Սերյանյանը ժուրնալիստների միության նախագահն է, դուք խոսում եք դաշտի ինքնակարգավորման մասին։ Այդ դաշտի ինքնակարգավորման թուղթը ական այլ միություններ մամուլի, բայց եկեք մի հատ համեմատության հետ դաշտը անեմ, որպեսզի պատկերացնեք, որ կարգավորումները չեն օգնելու շատ դեպքերում։ Ինքը նմանա թմրանյութերի տարածմանը։ Ինչքան մենք փորձում ենք օրինակ այդ տելեգրամյան հարթակները կամ մեխանիզմները, տեխնոլոգիաները հասկանանք, այնքան այդ թմրանյութեր տարածողները գտնում են ավելի նոր մեխանիզմներ այդ տեղեկատվությունը կամ այդ թմրանյութերը սպառելու։ Նույն ձևը, եթե մենք օրինակ ասեցինք տելեգրամյան հարթակներին անուն հարթականությունը մեկակարելու մեդիան այդ նյութը տարածելուց, իրանք փորձեցին այլ բան անել, օրինակ բացում են Edge կամ Ամերիկայում գտնվող քաղաքացին մի հատ հրապարակում անում, էլի հայհոյախոս կամ շատ վատ բառերով եւ այդ մեդիան վերցնում է այդ քաղաքացու գրած գրառումը որպես հանրային խոսք տարածում է մեխանիզմները, ինչքան էլ կարգավորումները մենք դնենք ավելի խստացնենք, այդքան ավելի նոր մեխանիզմներ են հորինվելու, բայց ես առաջարկում եմ Ժիրայր ջան, ձեր նման օբյեկտիվ լիատվություն տարածող մարդկանցով հավաքվեք, առաջարկ արեք, որպեսզի չստացվի իշխանությունները մեդիայի սահմանափակումներ են իրականացնում եւ հետագայում բազմաթիվ միջազգային զեկույցներում հայտնվենք որևէ ցածր հորիզոնականներում այն կոնտեքստում, որ մենք ավտորիտար պետություն ենք դառնում։ Երբ որ դուք կընդունեք այդ ֆինանսական թափանցիկության մասին օրենքը, այդ ժամանակ առաջարկներ կա իրական շահառուների մասին օրենք, բայց դա էլ, ասենք, ես կարող եմ ձեզ գումարը տալ, դուք այնտեղ գրանցվեք որպես իրական շահառու։ Այո։ Այսինքն մեխանիզմը դա այդ օրենքը օրինակ կա։ Այստեղ ֆինանսական հաշվետվությունները ներկայացնելու մասին է, օրինակ եթե ասում եք, չգիտեմ, հանգանակություններից եք ստացել, պարտավոր եք ամիսը մեկ հաշվետվություններ ներկայացնել, ձեր կայքում կախել, բայց այդ մասով էլ դեռևս ունենք մեդիայի ընդդիմությունը, ընդդիմանալը։ Այստեղ շատ կարևոր է, էլի, որ մամուլը չորրորդ իշխանությունն է։ Մենք իրավունք չունենք այդ չորրորդ իշխանության մեջ մեր ձեռքերով մտնել, կարգավորումներ մտցնել։ Հասկանում եմ, որ պետության, անվտանգության, ազգային անվտանգության դեպքում շատ դեպքերում խանգարում են այդ ապատեղեկատվության ալիքները, բայց էլի այն նուրբ սահմանն է։ Այդ նուրբ սահմանը երբեք չպետք է հատենք, որպեսզի չդառնանք մենք ինչի դեմ պայքարել ենք։ Ես ամեն օր մտնում եմ ազգային ժողով մի մտքով։ Մենք երբեք չմոտենանք անգամ այն գծին, ինչի դեմ ես պայքարել եմ 10-ից ավել տարի։ Պետք չի մոտենալ, այլ ես ավելին ասեմ, հիմա բոլոր այն մարդիկ, ովքեր այսպես ասած ճակերտավոր մեդիա ասվածի տակ հիշեցին այդ մեդիաները, ճիշտ եք հիշել հաստատ, թող իրանք շարունակեն լինել, բայց երբ որ չկա պատասխանատու մոտեցում, նախ առաջինը իրանք պիտի ունենան պատասխանատու իշխանությունը պետք է այո գրաքննել, ինչա քննել ասես բսկտել ամեն ինչ պիտի արվի բնականաբար, բայց
չանցնել սահմանը եւ իշխանությանը վնասելու համար չվնասել երկրին եւ հասարակությանը։ Էսա ամենապարզ պրիմիտիվ մոտեցումը։ Սերժ Սարգսյանի ժամանակ բոլոր մեդիաները ունեին հստակ այդ պայմանավորվածությունը, որը գործում էր։ Ես չեմ ասում վերադառնալ Սերժի տարիներ, ոչ։ Ուզում եմ ասեմ, երբ որ դուք ավտորիտար մեդիայի հետ ժողովրդավարություն եք խաղում, այդ ավտորիտար մեդիան վերցնում է ձեր մուրճը, որը դուք չվերցրեցիք, եւ տալիս է ձեր ժողովրդավարության գլխին։ Հաջորդը Ամատունին հարցնում է. Տիկին պատգամավոր, կառավարությունը կամ քննչական մարմիններից որևէ մեկը չի ցանկանում հետաքրքրվել, բացահայտել ու հանրությանը ներկայացնել, թե ինչու 2015 եւ 16 թվականներին Հայաստանի կառավարությունը կամ Պաշտպանության նախարարությունը մերժել է Իսրայել պետության կողմից սպառազինություն գնելու առաջարկ։ Անկեղծ ասած, այս առաջին անգամ եմ նման բան լսում։ Սա մամուլում արդեն թեւածում է տևական ժամանակից տեղեկությունը։ Ուելի մամուլում է թեվածում ես իրական Բայց ոչ մեկ չի հետաքրքրվում։ Կարևոր է, չէ՞։ Ինձ հետաքրքիր է քննչական մարմինները ինչ գործողություններ պետք է իրականացնեն Իսրայել պետության առաջարկը մերժելու հարցում։ Դե այստեղ լավ, հիմա քննչական այդ թողենք։ Դուք օրինակ որպես քաղաքական ուժ, հա։ 15-16 թվականներին ես մենակ Երբ որ դուք օրինակ հրապարակումներ եք անում, մեզ ասում էին, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող մեզնից զենք գնել, որտեղ այդքան փող չունեն։ Հետ եմ հիշում 15-16 թվականներին չեմ կարող ասեմ ինչի համար են մերժել կգնամ կհետաքրքրվեմ կփոխանցեմ ձեզ Ժիրայր ջան ձեր տելեգրամյան ալիքում տեղեկատվությունը կդնեք բայց համենայն դեպս ես չեմ պատկերացնում որ պետքա որևիցե իրավապահ համակարգ այս նյութով հետաքրքրվի որտեվ մերժելը պետության գործառույթն է թե որտեղից ինքը զենք գնի հիմա օրինակ մենք Ռուսաստանի Դաշնությունից գնված զենքերի քանակը զենքերի որակը տեսնելով որոշել ենք որ պետք է այլևս կամ օրինակ այդ 220 միլիոն դոլար տվել էինք մեր զենք չէին տալիս որոշեցինք որ պետք է այլ Ռուսաստանի Դաշնությունից միայն զենք չգնենք այլ հնարավոր բոլոր այն պետություններից որոնք մեզ զենք կվայտարան իմիջիալոց այս զենքի թեման էլ էլի այդքան պարզ ու պրիմիտիվ չի ոնց որ մեր հասարակությունն է այդ լրիվ առանցին թեմա դա եկա պրոբլեմատիկ մի հատ հարց է շատ Արնելը հելմիկով, բերելը մյուս կողմ, բավականին բարդ է։ Մենուան հարցնում է, ձեր կառավարությունը օրենքներ է ընդունել հակապետական գործունեության դեմ, ինչու հակապետական գործունեություն ծավալող մարդիկ չեն ենթարկվում պատասխանատվության։ Ես իրականում շատ եմ ուրախանում նման գրառումներից, որտեղ հասկանում եմ, որ արթուն է մեր ժողովուրդը եւ պահելու է պետությունը ու լինենք մենք թե չլինենք, այլևս երբեք հակապետական ուժերը չեն լինելու իշխանության, բայց ինչ օրենք ենք ընդունել հակապետական ուժերի դեմ չգիտեմ, որպեսզի իրավական մեխանիզմով իրականում չկա տենց օրենք, որ ասում չգիտեմ, չեմ մտաբերում որ տենց բան ենք ընդունել էլի։ Դե այդտեղ ոչ մի լավ բան չկա, դրա համար է Սերժ Սարգսյանը ծիծաղելի բենզինի գործով է դատվում, ոչ թե որ Հայաստանի 2013 թվականին տարավ մցրեց ԵԱՏՄ-ի մեջ ու չգիտեմ ինչ սարքեց։ Դու դա չես կարա դարձնել։ Բայց կա գնահատական այս գործողություններին, չկա։ Դրա հետևանքները կա։ Իրավական գնահատական ո՞նց պետք է տանք։ Ոնց որ ասեք հիմա Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավորները մի 10 տարի հետո օրինակ, չգիտեմ, պրիմիտիվ օրինակ բերեմ, էլի, որ օրինակ քվարկել են ԵՄ նախագծին կողմ։ Այսինքն, տեսեք, չէ, դուք համեմատեցիք։ ԵԱՏՄ-ն եմ համեմատում։ Դա պետության գործառույթն է, դա իշխող ուժի գործառույթն է իրականացնել արտաքին քաղաքականություն տնտեսական գծով անգամ։ Դու չես կարող իր գործառույթի համար իրան պատասխանատվություն ենթարկես, իրավական։ Դա քաղաքական գնահատականներ մշտապես տրվել են դրան։ Ուրեմն այդ քաղաքական գնահատականները լավ չեն տրվել մեկ, երկրորդը ոչ մեկ չի հարցրել այս ժողովրդից ազգային ժողովի մեր նիստերը դրանից ավելի քաղաքական գնահատականներ ես չեմ պատկերացնում այդ ամբողջ իրանց քաղաքական կենսագրությունը հանում փռում ենք արևին ոնց կա դրանից ավելի մեծ քաղաքական գնահատական երբ որ իրենք ազգային ժողովում նստած է Սերժ Սարգսյանը նստած չի, Ռոբերտ Քոչարյանը նստած չի, որտեղ նորից եմ գրկնում նրանք ֆիզիկապես իրենք էլ գային նստեին։ Սումը շատ հետաքրքիր կլիներ, որտեղ նրանք երբեք չէին կարող այդպիսի քաղաքական դեպատների խոսքը շատ կարևոր ուժ ունի, նրանք ինչքան խոսում են, այնքան ավելի վնաս են տալիս իրենց քաղաքական ուժերին։ Ինչ վերաբերվում է հակապետական ուժերը ինչի են ախր այս հարցին հենց ամենասկզբից դրա մասին ենք խոսել։ Գնահատականը դուք եք տալու, դուք եք իրանց մի որոշ ժամանակ անց այլևս
ջնջելու քաղաքական ասպարեզից։ Խոսույթը գեներացրել եք դուք, կրակն եք ընկել այդ խոսույթի ձեռքը հիմա։ Հետևողական գնում ենք այդ խոսույթի հետևից մենք։ Հիմա մարդկա կնստի կմտածի կասի հա դե լավ գողացածը բենզին չէ, թողելի գողանա, ինչ է, բենզին է։ Եկեք ընդունենք, որ ինչ վերաբերվում է թե Սերժ Սարգսյանի եւ իր հավատարիմ այս մերձավոր շրջապատ, թե Ռոբերտ Քոչարյանի եւ իր մերձավոր շրջապատ, մեծամասնության վրա կա կամ քրեական գործեր, կամ ապօրինի գույքի գործեր։ Սերժ Սարգսյանի եղբոր որդին նստած էր։ Այն մյուսն էլ փախած էր, հետո հետ բերեցին էլի կալանավորեցին։ Ժողովուրդ ջան, այն թեզը, որ ասում են Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը կամ ես ինչ որ, չգիտեմ, այս Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան հակամարտության մեջ կռվում են, թե ով բերեց, չէ։ Եվ մենք այդ մարդկանց հանդեպ բոլորի հետ, որ ասում են քրեական գործերը կան, գնում են այդքան ժամանակ, իրանց գույքը կալանքի տակ է։ Իրենք չեն կարողանում իրենց ռեսուրսները ամբողջությամբ օգտագործել։ 2026-ին դուք կպարտվեք օրինակ ընտրություններում եւ այդ կալանքը կհանեն, իրենք առոք-փառոք կապրեն, գուցե կարող է ինչ-որ լծակներ էլ ունենան, հավելյալ ու այդպիսի բաներ։ Ինչու՞ բացառում է սցենարը, չեմ հասկանում։ Ապոկալիպտիկ ցանկացած սցենար, որ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան զույգը այլևս մի օր կգա Հայաստանի Հանրապետությունում իշխանության։ Ես բացառում եմ այդ սցենարը, որտեղ ես գիտեմ այս ժողովրդի ինչա տեսել ու դրանից հետո ինչա ստացել։ Չի կարող դա ուրանալ եւ աչքերը փակ գնալ անցյալ։ Մենք չենք գնում անցյալ, մենք առաջ ենք գնում, ապագա պետք է գնանք։ Այստեղ կարելի է լիքը ծավալվել, որ ես խնդրում եմ այն քաղաքացիներին, ովքեր ասում են գործողություններ կատարեք, բացի իրավական գործընթացից, որը որ գնում է եւ կատարվում է, եւ հենց նրանց կներեք վնգստումն ու ոռնոցը հենց դրա մասին է, որ ապօրինի գույքով նախագիծ օրենքը Սահմանադրական դատարանը համարեց Սահմանադրությանը համապատասխան նրանց հույսն ու միակ լույսը այն էր, որ Սահմանադրական դատարանը կարող է այլ կարծիք տալ, որ իրենք վերջապես կարողանան իրենց թալանածը պահել, դա էլ այլևս հնարավոր չի լինելու։ Վերջ, գնաց գործընթացը արդեն դրված է ռելսերի վրա եւ շատ արագ թափանիվը շարունակում է գնալ։ Մենք ամեն օր տեսնում ենք դատարանի վճիռ կամ հաշտության համաձայնագիր, որ այդ թալանածը հետ է գալիս պետությանը։ Եվ նրանց միակ նպատակ քաղաքական դաշտում մնալ, այդ թալանը պահելն է։ Դուք էլ պահում եք նրանց քաղաքական դաշտում։ Մենք չենք պահում, ժողովուրդն է պահում, մենք չենք կարող ուժ պահենք, քաղաքական ուժ պահենք, դա բացառվում է։ Այն ժամանակ, ընդդիմության ժամանակ, ասում են գրպանային ընդդիմությունը այն է, որ քեզ թուրք դավաճան ամեն օր չի ասում, իմ ընտանիքին, մեր պատգամավորներից սկսած բոլոր քաղաքական դեմքերի ընտանիք, երեխա, ամեն ինչը չի վնասում ու չի վիրավորում, լավ դնեմ անձնականը մի կողմ, պետությանը չի վնասում։ Այդ մասով մի բան էլի ասեմ, այդ թուրք-մուրք, որ ասացիք, ինչ վերաբերում է հաղորդակցությանը կամ մեդիային առհասարակ, գիտեք ինչ լրջագույն խնդիր կա, օրինակ իշխանության հետ ուղիղ աֆիլացված օրինակ մեդիաները կամ լրագրողները, կամ, չգիտեմ, փորձագետները եւ այլն, ովքեր թեկուզ մեջ բերելով երրորդ կողմին կարող են ասել Նիկոլը, կարող են ասել թուրք Արարատը, եւ մեջբերում են անում, հա։ Իշխանության հետ աֆիլացված։ Հա, այսինքն մեջբերում են օրինակ ձեր, չգիտեմ, քաղաքական օպոնենտներին, որոնք ասում են թուրք Արարատը, սենց։ Իրենք հենց այդ ուղիղ մենք ռազմավարություններից, մարդկանց վրա ազդելու գործիքներից, մանիպուլյացիաներից, այս դրանք այնքան առանցքային պարզ եւ առանցքային բաներ են, որոնք նստում են մարդու մոտ, ձևավորում են որոշակի ընկալումներ, որոշակի պատկերացումներ, ենթագիտակցության հետ ինչ որ բան է լինում, դա մեդիա մանիպուլյացիան այդպես է կա աշխատում։ Մի հատ էլ հերիք չի այդ ամբողջը դաշտում կա, մի հատ էլ ձեզ այդ աֆիլացված մեդիա դաշտը մեջբերում է իրաց ասածը արդեն ձեր այսպես ճակերտավոր ասած տիրույթում։ Էլի չեք ուզում։ Դրա համար այսօր կարող են ասել, չգիտեմ, ուզում եմ Փաշինյանի տեղը լիներ Պողոսյանը, ինձ դա չի հետաքրքրում, հա, ես երկրի մասին եմ խոսում, նաև ինստիտուտների մասին եմ խոսում, հա։ Դա համար ասում են Նիկոլը, դրա համար ասում են թուրք Արարատը, դրա համար ասում են ես իմ ինչը, ես իմ ովը, եւ ձեր սիրելի ընդդիմության առաջնորդներից մեկի կառավարման Ալեն Սիմոնյանն էր ասում, որ դուք շատ հարմար եւ բան ընդդիմություն եք։ Դա ուրիշ բան է, Ալեն Սիմոնյանը նույնը այսօր կրկնել է, որ մեզ պետք է նորմալ ընդդիմություն, մենք չենք ուզում ճահճիմ հայտնվել, չունենալով ընդդիմություն։ Սերժ Սարգսյանի ժամանակ, եթե որևէ լրագրող իր վերբալ կամ գրավոր տեքստում
կարադառնար որևէ պաշտոնյայի առանց պաշտոնի կամ ազգանման, կտշեին կգցեին դուրս։ Բայց դա մեր լրագրողները մոռացել են շատ արագ։ Ես չեմ ասում եմ մոռացել են, ես խնդիրը ուրիշ բանի մասին է։ Հերիք չի այդ անթույլատրելի խոսույթը մի հատ էլ դուք իբր մեջ բերելով նրան դրանից ելնելով ինչ որ կարծիք հարցնելով նրան եք նորից այդ բերում եք օրակարգ, դա համար մարդկանց համար նորմալ է, որ կարելի է երկրի արտգործնախարարին այդպես սովորական է դարձել մեզ համար, որ երկրի արտգործնախարարին ասում են Թուրք Արարատ։ Շատ սովորական։ Մենք sense լսում ենք Նիկոլը, չգիտեմ, ոնց որ հորեղբորս տղեն ա, ով է, այսպիսի տպավորությամբ։ Այսինքն այնքան են նստացրել, այդ թվում եւ դուք, որ մեզ մոտ դա դարձել է մի հատ այսպես սովորական ինչ-որ մի հատ բան, հասկանում եք, չկա այդ լրջությունը, չկա, այդ քաղաքացի իշխանության կրող սուբորդինացիան չկա, այդ հարգանքը չկա, դա համար ոստիկանին այսօր մեկին մի բան ասում, հայհոյում են, մատը տնկում են վեր են գնում են, նայում ես ապշում ես սենց, ասում չէ։ Ընդունում եմ ձեր բոլոր մեղադրանքները այն հարցով, որ մենք չափից շատ ազատություն ենք տվել։ Ազատությունը չափից շատ չի լինում։ Լինում է վերահսկողության բացակայություն, լինում է բարդակ, որի անուն հետո կարելի է դնել ազատություն։ Ոչ, եկեք ընդունենք, որ հիմա օրինակ ես կրկնեմ այդ ասածը ստացվելու է, ես կրկնեմ Թուրք Արարատ ասողը։ Տեսա՞ք։ Չէ, ցիտում էի ձեզ։ Ասողը չի կարող որևիցե վերահսկողության ենթարկվել, որտեղ դա խոսք է։ Վերահսկողություն ես նկատի ունեմ, դուք անգամ չեք կարողանում ներսում վերահսկողություն իրականացնել հաղորդակցության լեզվով, ուզում եք դուք, որպեսզի երկրի ճակատագրի համար կարևոր նարատիվները այս ժողովրդին մեդիայի միջոցով նաև հասցվի, արմատավորվի։ Այսինքն դուք եթե տեղում չեք կարողանում այս հարցերին կանոնակարգված մոտեցում ցույց տաք, ես խիստ կասկածում եմ, որ եթե դուք չեք կարողանում ներսում կանոնակարգված, դուք ինչպես եք երկրի համար կարևոր օրակարգերը արմատավորելու հարցում կանոնակարգված լինելու։ Դու կամ աշխատում ես շիլաշփոթ կամ կանոնակարգված։ Դու չես կարող այս հարցում լինել կանոնակարգված, այս հարցում բառադի կոպիտ ասած։ Ժիրայր, դուք լավ քաղաքական գործիչ կլինեիք, որտեղ կարողանում եք կապել բոլոր ասենք մի լրագրողի կամ մի որևիցե բլոգերի ասվածը, բերում եք արդեն քաղաքական օրակարգերի մասին եք խոսում, դա հետաքրքիր անցում կատարեցիք, լավ մանիպուլյացիա էր, բայց ասեմ ձեզ, այո, խնդրում եմ եթերից հետո ինձ տակ տվել, թե ով է մեր իշխանական, այսպես ասած, լրատվամիջոցների մեծ մեկում նման տեղեկություն տվել, ես հետևողական կլինեմ, եթե տեսած լինեիք այդ պահին ուղարկեիք, հենց այդ պահին հետևողական կլինեի, բայց երկրորդ մասով շատ կարևոր է այս հանգամանքը ընկալել, ժողովուրդ ջան, մենք ստացել ենք բաղձալի մի բան, ազատություն։ Մեկ-մեկ ինձ թվում է, որ որոշ հատված եւ շատ երկար տարիներ, իսկ հիմա այդ զբոսաշապիկները մեկ վայրկյանում հեռացրել են, բայց մարդիկ դեռևս ունեն խնդիրներ, ու այդ խնդիրները հոգեկան խնդիրների մասին է խոսքս, խնդիրները բարձրաձայնելու հարթակներ են փնտրում։ Տեսեք, հիմա ոչ թե մենք ստացել ենք, այլ մեր քաղաքական ազատությունը վերադարձվել է, որտեղ ԻԾՆ-ն է մեր սահմանադրությամբ մարդը ծնվում է ազատ, մենք ազատ ենք, դուք մեզ չեք բերել ազատություն, դուք մեզ տվել եք, դուք քաղաքական հնարավոր, այո, քաղաքական մեր ազատության իրավունքը, հնարավորությունը ձեր միջոցով իրականացրել է ժողովուրդը։ Մինչև մի որոշակի տարիք դուք ինքներդ էիք նոր շեշտում, որ Սերժ Սարգսյանի ժամանակ մեկ հանկարծ տենց բան անեիք, լավ չէր լինի։ Մինչև որոշակի տարիք այդ ազատությունը ձեզ դուք չեք տեսել։ Իսկ հիմա սենց ընկել է բոլորիս գլխին, եւ բոլորս չգիտենք այդ ազատության հետ ինչ անել։ Սա էլ ժամանակ է պահանջելու։ Մենք պետք է ունենանք հասարակություն, որը անհանդուրժող է նման խոսույթի նկատմամբ, հասարակության արձագանքը միայն Հասարակությունը ձեզանից է շատ հաճախ օրինակ վերցնում, օրինակ երբ վարչապետը ասում է կտապալեմ բանավեճի գակ, չգիտեմ ես ինչ sense բաներ, հա, հասկանաք, դուք օրինակ եք ծառայում եւ հասարակություն, իսկ ով ասեց, որ այդ հասարակությունը, որը լսում է այդ խոսույթը օրինակ վարչապետից, պիտի այդ նույն բառերով էլ արտահայտվի։ Ոչ, ինքը սկսելու է այդ ավելի զարգացնել եւ այլ ձևով է արտահայտելու, պետք չի դժգոհել։ Այսինքն որքան էլ ձեզ հունից կհանեն, որքան էլ իրականությանը հետ չհամապատասխանող բաներ կասեն, որքան էլ չգիտեմ ինչ, խնդիրը այն է, որ պետք է լինի
ճիշտ հասկացեք էլի, պետք է լինի պատասխանատվություն հասարակության նկատմամբ։ Պետք է լինի պատասխանատվություն այն հասարակության, այո, որը նստած քեզ լսում է եւ հետեւում է։ Հետո դու չես կարող այդպիսի բառապաշարով խոսես, ինչ ուզում է ասածդ լինի, ուզում է դիմացդ Քոչարյանը լինի, սա ծայրահեղ օրինակն է, էլի։ Բայց գնաս փողոցում ինչ որ մեկին նկատողություն անես, որ այդ քեզանից զգացել է, ինչ ես ուզում այդ մարդուց։ Այսինքն դու այդ նշաձողը դրել ես եւ չես հետևել դրան։ Դու նշաձողին չես հետևում։ Քաղաքական մշակույթը պետք է վերափոխվի։ Եվ քաղաքական մշակույթից է կախված նաեւ հանրային խոսույթը։ Այո, ընդունում եմ, որ հարթակներից երբ հնչում են թուրք դավաճան, ազգակործան, ազգադավ, քաղաքացին էլ ցանկացած օրինակ իշխանությանը պաշտպանող մարդու ասելու է քեմալական պայմանագրի ներկայացուցիչ կամ չգիտեմ նիկոլիզմի Բայց մի բան ասեմ, ընդդիմությունը շատ հեշտ կարողանում է ձեզ տանել այդ դաշտ, եւ դուք շատ շուտ տրվում եք այդ մանիպուլյացիային։ Ասեմ, այսօրվա նիստը ես նայում եմ, սպասում եմ Բաբկեն Թունյանի եզրափակիչ ելույթին, որ այս հայտարարագրի մասին համընդհանուր մի հատ շատ այսպես մարդկային բառերով ասած, մի այսպես կարճ տեղեկություն եմ ուզում գրեմ մարդկային բառերով, որտեղ ինչ շատերը գրում են, միջև մեզ մարդիկ չեն հասկանում, դուք իրանց տանում եք հարկելու էլի, թե այո, չէ, հարկման մասին չի, դա հարկ չի, այո, բայց երբ որ այդ կարևոր հարցը, կարևորության հարցը, մեծ ազգային ժողովում դա քննարկվում, մեկ էլ ընդդիմությունից մեկը հելնում ես իմ ինչ ասում, դուք ամբողջ ֆրակցիայով թեմայից շեղվենք ու ամբողջ ֆրակցիան թեմայից շեղվում է։ Իրար հերթ տալով ելույթ եք ունենում, դու ես թուրքը, դու դավաճանն ես, դու դաշնակներ 1020 թվականին ես արեցիր, այն դաշնակը ես արեց, ու գնաց այսպես։ Մեկ էլ Բաբկեն Թունյանին ասում են, եկեք լավ, այս գժանոցը վերջացավ, եկեք եզրափակիչ ելույթ ունեցեք, տենանք ինչ եք ասում ես հայտարարագրի մասով։ Բաբկեն Թունյանը գալիս է, որ ականջդ լարում ես, լսես մարդը ինչ է ասում, ի վերջո ես հանրությանը կանաս նորմալ բացատրես սա ինչի մասին է, մեկ էլ սկսում է տուրը դմփոցը։ Այսինքն ձեզ գցում են, լավ բռնում են, այդ խայծը գցում են, դուք էլ բռնում եք այդ խայծը եւ գնում եք։ Տանում են ձեզ իրենց հետևից։ Իրեր ջան։ Դրա համար էլ երբ որ ասում եք հաղորդակցության խնդիր ունենք, որտեվ մի բանը չեք սկսում եք քննարկել, վերջը չի գալիս դրա, որտեվ արանքում դուք թեմայից շեղվում եք, թուրքը, դավաճանը, ռուսը, Պողոսը, Պետրոսը գնաց։ Հակադարձը։ Եթե կան քաղաքական մեղադրանքներ ու դրանց մենք չենք քաղաքական տեխնոլոգիաներ ենք փորձել երկար ժամանակ, կան ուղղակի հանգիստ տոնով ասել դուք կներեք ինչքան ուզում եք ոռնացեք, մենք ձեզ չենք արձագանքելու։ Բայց հասարակության մոտ արմատավորվում է, երբ դու դիմացի հերհյուրանքը չես հերքում։ Ես բազմիցս իմ ամբողջ մոտենալու երևի ամենամեծ մոտիվը նա է, որ հերքեմ ամբողջից հնչեցրած ապատեղեկատվությունը։ Անընդհատ դա տեղի ունենում թիվ 1 ամբողջից եւ դու չես կարող դրան անարձագանք թողնել, չնայած որ հիմա դրա մասին է կուզեի խոսեինք, բայց էլի երկար թեմա է այդ մեդիա բաբլների մասին, որ ընդդիմության ներկայացուցիչները իրենց այդ իբր հոխորտանքը կամ իբր ֆանտաստիկ մանգոլիկ ելույթը կտրում են, տեղադրում են իրենց էջում, չեն տեղադրում այն արձագանքը, որ այդ ելույթը կամ հարցը ունեցել է։ Եվ դա բերում է նրան, որ իրենց հետևորդները մտածում են ընդդիմությունը տենց ամեն ինչ ճշմարիտ է, ամեն ինչ իդեալական է եւ մարդը հաստատ չի նստում 6-7 ժամ ազգային ժողովի նիստ Ես նայում։ Դուք լրագրող ցավոք սրտի։ Դա, այո, դուք ցավոք սրտի, բա պատկերացրեք մենք որ ներսում ենք։ Դուք եք որոշել։ Գաղջը պետքա լսենք, մենք չենք որոշել, քաղաքացին է որոշել, որ նրանք պետք է ընդդիմություն լինեն, ժողովուրդ ջան, հետ։ Չէ, նկատում եմ դուք ի պաշտոնը պիտի դեղ լինեք լսել։ Այո, բայց այդ մենք լսում ենք ու չենք կարող չարձագանքել եւ այո, կան թեմաներ, որոնք որ շատ ավելի մեծ կարեւորություն ունեն, քան այդ պոլեմիկան, տենց թալանչի դավաճան եւ այլն, բայց այդ կարևոր թեմաները մենք փորձում ենք նաեւ այլ հարթակների, ինչու՞ նաեւ ազգային ժողովի ամբոնից բարբերաբար բացել, քաղաքացու համար շատ ավելի པարզ հանրամատչելի սարքել։ Այս բացերի թեման, այսինքն ձեր թվականին ես չեմ կարծում, որ մենք այլ պատկեր կարայինք ստանալ, քան այս կարգի բևեռացված եւ ընդդիմություն եւ թե արժեքների մասով, կարևորության մասով մենք շատ տարբեր ենք, հատման կետեր շատ քիչ ունենք ընդհանրապես, բայց ես վստահ եմ, որ դա նրա արդյունքն է, որ պատերազմ տեսած ժողովուրդը էմոցիոնալ ցավի արդյունքում որոշում է կայացրել
հետագայում մենք ունենալու ենք շատ ավելի հույս եմ հայտնում համենայն դեպս ունենալու ենք շատ ավելի նորմալ քաղաքական դաշտ։ Քաղաքական մշակույթի վերափոխման հարց է, այո, եւ բոլորս պետքա վերափոխվենք, սկսած ինձնից։ Արտակը հարցնում է Տիկին Մինասյան, ինչու պետք է հակապետական կուսակցությունները մասնակցեն ընտրություններին, մի բան էլ ձայն ստանան եւ ուզենան երկիրը դարձնել գուբերնիա, ինչու իշխանությունները դրա դեմը չեն առնում եւ հանկարծ չասեք, որ դա հակաժողովրդավարական քայլ կլինի։ Պարզ օրինակ Ֆրանսիան ոնց է զրկում Մարին Լը Պենին, մյուս օրինակը Ռումինիայում մենք նրանցից դեմոկրատ չենք։ Կարող է ուզում եք դեմոկրատիա խաղալով երկիրը հանձնեք նախկիններին։ Եթե այդպիսի մտադրություն կա, այս ժողովրդին մի 6 ամիս շուտ ասեք, որ գոնե կարող է Դոնբասներում կմեռնեն։ Ինձ թվում է ժողովուրդը մեզ կյանքում չի ների, մեզ շատ բան կարող է ներեն, բայց կյանքում չի ների հենց Արտակի հարգելի Արտակի ասածը, որ իշխանությունը տանկ ինչ-որ մեկին իշխանությունը նորից եմ կրկնում ժողովրդին է եւ ժողովուրդն է որոշելու դա։ Ինչ վերաբերում է հակապետական ուժերի մասնակցությանը, թեզ կա, որ իշխանությունը պետք է արգելեր կամ օրենսդրական դաշտ բերեր քրեական գործեր, եթե մարդու վրա կա, այդ քրեական գործերը ստիպեն, որ նա չառաջադրվի։ Սիրելի ժողովուրդ ջան, մենք չենք կարող միջազգային հանրության հետ մեկտեղ կանգնել մի սեղանի շուրջ, եթե մենք ուզում ենք ունենալ ժողովրդավար պետություն, մենք չենք կարող քրեական հոդված ունեցող մարդուն, որը դեռևս դատարանով ապացուցված մեղավոր չէ, անգամ դատարանով ապացուցված մեղավորները Նելսոն Մանդելան բանտում է դարել, բանտից է ընտրվել։ Չենք կարող քրեաիրավական դաշտը սահմանափակենք։ Այդ մի մաս։ Երկրորդ հատվածը խոսում եք Մարի Լը Պենից կամ Ռումինիայից։ Հարգելի քաղաքացի, ես շատ ուրախ եմ, որ դուք նաև հետևում եք միջազգային քաղաքականությանը, բայց ես կխնդրեմ ուսումնասիրել Մարի Լը Պենին ընտրություններին չմասնակցելու դատարանի որոշումը ինչից հետո է եկել։ Մարի Լը Պենին մեղադրել են Եվրամիության տրված գումարների չարաշահման եւ ծախսելու չարաշահման մեջ, այսինքն դա կոռուպցիոն հանցագործության մի տնտեսական հանցագործության ձև է եղել, որը նաև արդյունքն է եղել, որ տվյալ կուսակցությանը եւ տվյալ կուսակցության առաջնորդին արգելվի որոշակի ժամանակահատվածով մասնակցել ընտրություններին կամ ստանալ ձայներ։ Դա իշխանության գործիք չէ, դա ազատ անկախ դատարանի գործիք է։ Եվ նույնը վերաբերում է նաև Ռումինիային, որ տեսել է սահմանադրական դատարանը Ռումինիայի, որ տեղի են ունեցել միջամտություններ ընտրությունների process-ին եւ այլ օտար ուժերի կողմից թե մեծադաշտի թե քաղաքական դաշտի մեջ եւ այդ սահմանական դատարանի որոշումն է, որ տվյալ քաղաքական ուժը այլևս չի կարող մասնակցել։ Դա է ժողովրդավարությունը, որ դատարանի որոշմամբ դա պետք է տեղի ունենա, ոչ թե իշխանությունների։ Դե 2026-ին պատկերացնել կարելի է, թե հյուսիսից ինչ միջամտություններ են ստեղ տեղի ունենալու, ոչ մի արձագանք դա չի լինելու, բայց արձագանք չի գտնելու դա։ Արձագանքը հետեւյալն է, մենք պետք է պարբերաբար մեր ժողովրդի հետ շատ ավելի ինտենսիվ խոսենք։ Ու խնդիրը միայն մեդիա դաշտը չի։ Մենք պետք է ուղիղ խոսենք այս քաղաքացիների հետ, մենակ ընտրություններից ընտրություն չի կարելի խոսել։ Ու մենք պարբերաբար, ես ինքս շատ հաճախ եմ մարզեր գնում։ Մարդկանց հետ շփվես, բացատրես, այդ աղբը, որ ու աղմուկը հիմնականում մեդիայում, այդ բարձր ճիչերն են լսվում։ Այն հանդարտ երկխոսությունը, հանդարտ խոսակցությունը, որ տեղի է ունենում իրական կյանքում, չի երևում մեդիայում։ Ժորժ ջան, Facebook-յան պատկերը խեղաթյուրում է, թե դաշտում իրականում ինչ է կատարվում։ Դուրս եկեք Facebook-ից, գնացեք մարզեր հատկապես եւ տեսեք մարդիկ ինչ քաղաքական մտքեր ունեն կամ ինչ են գեներացնում ու իրական պատկերը ինչպիսին է։ Անկախ քաղաքականությունից մարզեր անպայման գնացեք գյուղեր, իրական կյանքը այնտեղ է։ Արտակը մի հարցեր, ինձ այստեղ հորդորում են ասում են մեր հարցերը ժիրեր կարդա վերջացրու, նոր հետո քննադատին։ Արտակը մի հարցել ունի, ինչու նախքին ոչ մի թալան չի պատասխան չտվեց իր արած հանցագործության համար ու չասեք թե հետ ենք բերում թալանածը, դրանցից մարդ կա, որ մի 2 միլիարդ թալանել է, կես միլիարդը հետ է տալիս, գնում է մնացածը վայելում է, բայց պատիժել չի կրում, դրանք պետք է ամենադաժան պատիժը կրեն, որ հաջորդը չկարողանա նման բան անել։ Դե այս հարցին դուք անդրադարձեք արդեն թալան-մալանի եւ վերջին արտակից, ինչու Արցախի հանրապետություն լուծարած տահակը ազատ ման է գալիս Հայաստանի Հանրապետության
հանրապետությունում մի բան էլ իր հակապետական շայկայի հետ Ազատության հրապարակում միտինգներ են կազմակերպում ու հանկարծ չասեք մի վիրավորեք մեր Արցախցի ժողովրդի այն մարդը, որը կվեր կանա ու իմ երկրի հետ ուլտիմատումներով կխոսա, ժամանակ կտա երկրի իշխանություններին, թե բասա չանեք, նա չանեք, տեսեք ձեզ ինչ օրը կգցենք, այդ տիպի մարդիկ դառնում են իմ անձնական թշնամին, ես նրանց համեմատում եմ Թուրքիա, ադրբեջանցու եւ ռուսի հետ եւ ոչ միայն ես, այլ 100,000-ավոր մարդիկ։ Սա ընդհանրապես մեջբերում էր, ես համաձայն չեմ ձևակերպումների հետ, եկեք ոչ մի էթնոսի շեշտադրում չանենք, ազգության շեշտադրում չանենք, որտեղ այդ նույն շեշտադրումների ձեռքը մենք եւս կրակն ենք ընկել, այդ նույն երկրներում մեզ են այսպես ով գիտի շեշտադրումներ անում եւ այլն, եւ արցախցիների մասով ես մի դիտարկում մենք իհարկե բոլորս ընդունում ենք, որ կան սոցիալ-տնտեսական խնդիրներ, որ ընդունում ենք, որ այո, այդ մարդկանց իրավիճակը եւ կարգավիճակը սովորականներից չէ, հետեւաբար ես կխնդրեմ, որպեսզի այդ իրավիճակին, այսինքն մարդիկ, ովքեր իրապես ունեն աջակցությունը կլինի ֆինանսական, տնտեսական, աջակցությունը կլինի հասարակական, այսինքն մեր հանրության մեջ նաև ինտեգրվելու, ադապտացվելու, նոր կյանք սկսելու, հազար ու մի բան, հա, ուրեմն պետք է այդ մարդկանց աջակցել։ Այս թեման ինձ համար համենայնպես քննարկման ենթակայել չի, բայց արտակի հիշատակածը, որ այս մարդկանց իրական հոգեբանական, սոցիալ-տնտեսական, էմոցիոնալ խնդիրները օգտագործում են, որպեսզի իրենց արևին վնասեն իշխանությանը, իսկ իրականում թիրախավորել Հայաստանի Հանրապետությանը, սա իհարկե լրջագույն խնդիր է։ Իհարկե լրջագույն խնդիր է, բայց ես ուզում եմ տարանջատ խոսույթը Լեռնային Ղարաբաղից նախկին իշխանությունների պատգամավորներ կան իրենց արևին, որ հիմա ասում են մենք հիմա ստեղել ենք պատգամավոր, հիմա ուզում են նոր նախագահ ընտրեն, նախագահ շարունակումագործունեությունը, այս մարդիկ այլ ընտրանքային իրականության մեջ են ապրում, բայց ընդհանրապես այդ մարդկանց խոսույթը, մտածելակերպը եւ քայլերը կապ չունեն իրական արցախցիների հետ, սիրելի ժողովուրդ, այդ տարանջատումն ու պարակտումը միայն վնասում է մեր պետությանը։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ արցախցիները ստեղ ինտեգրվեն, եւ ես մի հատ հոգեբանական խնդրից եմ ուզում խոսել, այս մասին շատ եմ մտածել ու մտածել եմ արդյոք հանրային կարելի է սրա մասին խոսել, թե ոչ, որտեվ շատ նուրբ թել է, բայց կիսվեմ ձեր հետ։ Ես կարծում եմ, որ մեր պետությունը 30 տարի շարունակ հնարավոր ամեն ինչ արել է, որ արցախցին ապրի Արցախում։ Սկսած սոցիալական աջակցություններից, եկեք, երբ որ քաղաքացիները եկել են 23 թվականից, մենք բոլոր ամբողջ համակարգը ուսումնասիրում էինք, եւ ես ծանոթացա մի փաստի հետ, որ 17 տեսակի նպաստ է եղել Արցախում։ Մարդիկ գնացել են ԶԱԳՍ, այդ ԶԱԳՍավորման համար գումար են ստացել։ Նրանց աշխատավարձները շեշտակի անգամ ավել է եղել, քան Հայաստանի Հանրապետության աշխատավարձները, բայց դա պետական քաղաքականություն է եղել եւ այդ բյուջեն, որ ունեցել է Արցախը, տվել է Հայաստանի Հանրապետությունը։ Պետական քաղաքականության արդյունքն է, որ այդ մարդիկ պահանջատեր են եւ մտածում են, որ այո, մյուսները պարտավոր են դա անելու։ Եվ նույնը հիմա Հայաստանում է, այդ մարդը այդ հոգեբանությունը ունի, մեր պետությունն է Արցախի Հանրապետությանը եւ այնտեղ ապրող ժողովրդին, այսպես ասած, շատ կոպիտ բառ ասեմ իհարկե տենց սխալ ձևակերպել, բայց դաստիարակել այդպիսին։ Եվ մենք հիմա կրում ենք այն պատասխանատվությունը, որը տարիներ շարունակ իրականացրել ենք նրանց նկատմամբ։ Ինչ վերաբերում է քաղաքական գործիչներին, ես երբեմն նրանց համարում եմ ինֆանտիլ։ Նրանք չգիտեն ինչա պետությունը։ Գոյություն ունենալ հանրապետության նախագահ, որ ասի ես այլ պետության քաղաքացի եմ։ Հիմա Սամվել Շահրամանյանը վերականում ասում է ես Արցախի հանրապետության նախագահն եմ մինչ օրս, բայց ես Հայաստանի հանրապետության քաղաքացի եմ։ Լոգիկան որտեղ է, դու ընտրվելու եւ ընտրելու իրավունք ունես քաղաքացիությամբ պայմանավորված։ Եթե դու այլ պետություն ունես, օրինակ Արցախը համարում եք հանրապետություն, անկախ պետություն, դուք ձեր իշխանությունով, այդ պետության նախագահը կարող է լինել միայն Լեռնային Ղարաբաղի քաղաքացի։ Այն իրավակարգավորումները, որ ասենց խառնաշփոթ են առաջացրել այս ամբողջ տարիների ընթացքում, այդ իրավակարգավորումների հետևանքով է, որ այսօր նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները ասում են մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, դուք մեզ զրկեցիք այդ քաղաքացիությունից։ Ես մի բան ասեմ, որպեսզի պատկերացում կազմեք, թե ինչ իրավական շիլաշփոթ են Հայաստանը եւ Արցախը
ստեղծել իրենց համար տեղեկություններ ունեմ, որ անգամ մեր մտքով չանցնող իրավական շփոթների դրվագներ անգամ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ բանակցային տարբեր process-ներում այսպես առաջ են բերվում եւ ինչ որ բաներ են ասվում այդ թեմաներով ու դրանք այնց པարզ բաներ են, այսինքն մեր իրականության համար པարզ իրականում դա ռումբի պես իրավական խառնաշփոթ օրինակ այո ես հույս եմ հայտնում որ սա չի քննարկվի ի նկատմամբ օտար ազգի մեդիաներում, բայց համենայն դեպս երբ ասում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են եղել, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եղել են միջազգայինորեն ճանաչված Ադրբեջանի տարածքում եւ այսպես ասած ստեղծել են իրավակարգ, նոր իրավակարգ Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Ադրբեջանը իր այսպես ասած հակահաբեկչական խոսույթը հենց արդարացնում է նաեւ հղում անելով այդպիսի բաների վրա։ Հայաստանի Հանրապետության, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Ես պարոն Ղազարյանի հետ հուսով եմ դες շուտով ներկայացնելու եմ այն իրավական շփոթը, որը անկախությունից հետո Հայաստանը եւ Արցախը ստեղծել են իրար մեջ, իրար համար, սկսած թե սկսած այն փաստաթղթից սկսած վերջացրած օրինակ երկու երկրների դեռ 90-ականների ներքին գործերի նախարարությունների միջով ստորագրված համաձայնագրերով ու հազար այնպիսի իրավական շփոթներ են լինելու, որ այսպես կարդալ ու մազերը բիզբիզա կանգնելու։ Ես հուսով եմ, որ պարոն Ղազարյանն շուտով մենք կպատմենք շատ մանրամասն այդ խուճուճ եւ այն ճաշը, որը մենք եփել ենք, գոնե եփելուց նորմալ եփեինք, թե ինչպես ենք այլանդակել։ Դրա հետ զուգահեռ հիմա Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները պահանջում են, որ շարունակենք այդ ճաշը եփել, էլի նոր տենց շփոթը մնա նույնը, պահեք նույնը։ Դրա հետ զուգահեռ մեծ մասը արցախցիների ասում են, ինձ տվեք փախստականի կարգավիճակ, մեծ մասը ասում է, ես քաղաքացի եմ։ Եթե քաղաքացի ես, այսինքն դու տվյալ երկրի պաշտպանության տակ ես։ Եթե փախստական ես, ուրեմն քեզ նոր պետություն, երկրորդ պետություն, որը քո պետությունը չի, տալիս է պաշտպանություն, դա է փախստականի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը։ Եվ այստեղ կարծիքները միանշանակ չեն, մեզ չի որ արցախցիները բոլորը ուզում են քաղաքացիություն ստանալ։ Ես մի այստեղ կարևոր դիտարկում անեմ ու թեման փակենք, կարծում եմ բոլորս էլ համաձայն ենք, որ անկախ նրանից դու արցախցի ես կամ չգիտեմ Հայաստանից որտեղացի ես, հա, ինչեցի ուզում ես եղի, եթե այո դու ոչ ստանդարտ իրավիճակում ես, դու պետք է ունենաս համայնքային, տեղական, հասարակական հանրային աջակցություն, այստեղ որևէ այս քննարկման թեմա էլ չի, էլի, բայց ինչ է ուզում ասել այստեղ։ Նա եկեք հիշենք, էլի։ Այսքան թարմ բաներ, որոնք, չգիտեմ, նաև երիտասարդներին համար հեշտ կլինի հիշել, Սիրիայի քաղաքացիական պատերազմի բռնկում, Սիրիայի հոսք Հայաստան, ռուս հետո Բաքվի ջարդը։ Դե չէի ուզում շատ հեռու գնալ։ 3000 հայ է եկել Հայաստանի Հանրապետություն։ Այդ ում իմ հարազատները։ Ասում են մեզ, այդտեղ պետությունը չի տեսել, չի էլ նկատել, որ մենք գոյություն ունենք։ Մարդիկ մինչև այսօր հանրակացարանում են ապրում։ Սիրիա հայերի գալ Հայաստան։ Այնուհետև ռուս-ուկրայան թարմ դեպքերն եմ էլի ասում, ռուս-ուկրաինական պատերազմ այդքան թվով թե Ուկրաինայից թե Ռուսաստանից հայերի վերադարձ Հայաստան։ Էլ չեմ ասում, որ ասպես չակերտավոր իհարկե ընթացիկ ֆորս մաժորներ տարբեր երկրներում որ կարող են լինել, հայերը շտապեն միանգամից Հայաստան։ Արցախը ամենաթարմը, Արցախը ուր շտապեցին այդ մարդիկ Հայաստանի Հանրապետություն։ Այսինքն այս Հայաստանի Հանրապետությունը մենք պետքա, չգիտեմ ոնց պահենք, որովհետև ցանկացած ֆորս մաժորի ժամանակ մենք գնում ենք Հայաստանի Հանրապետություն։ Մենք տեղ ունենք գնալու։ Այդ ամբողջ խնդիրը պիտի լինի համար 1 միակ օրակարգը եւ նպատակը, որովհետեւ որտեղ ուզում ես եղի Արցախում, ուզում ես եղի Թուրքիայում, ուզում ես եղի Ռուսաստանում, ուզում ես եղի Ավստրալիայում, եթե դու պիտի ստիպված ես լքել գնալ, դու առաջինը գնում ես Հայաստանի Հանրապետություն, դու առաջինը հնարավորություն ունես Հայաստանի Հանրապետություն գալու, այսինքն այդ հնարավորությունը քեզ կարող է Հայաստանի Հանրապետությունը ապահովել, դու գալու ես քո հարազատ, քո ճանաչելի միջավայր, քո երկիր, քո պետություն, որտեղ քեզ ոչ մեկ չի ոչնչացնելու, որտեղ դու չես լինելու երկրորդ, երրորդ սորտ, չգիտեմ ինչ Դու գալիս ես քո երկիր, դու գալիս ես այնտեղ, որտեղ դու իրապես պիտի լինես, դու գալիս ես այն միջավայր, որտեղ դու իսկապես քեզ պիտի լավ զգաս, քոնը զգաս։ Այսինքն, այս Հայաստանը պիտի լինի ի վերջո բոլորի նպատակը, որովհետև հենց մեր էգոական տրամաբանությունից ելնելով, որ ես գնամ վաղը ուրիշ տեղ ինձ վատ լինի, ես իմանամ ես տեղ ունեմ գալու, հետ եմ գալու ստեղ պիտի գամ։
ու չգիտեմ էլի ու հետո եթե այս հարցի մեջ բացենք նաև մեր չգիտեմ բոլոր պատմական այսպես ասենք թե բացասական ծովից ծով Հայաստանը ցեղասպանությունը եւ 1000 ու մի բանը ի վերջո ով է դրա պատասխանը տալու ով միայն Հայաստանի Հանրապետությունը միայն Հայաստանի Հանրապետությունը համայնքը ցեղը միավորումը չի կարողանալու ոչ ծովից ծով Հայաստանի պատասխան տալ, ոչ ցեղասպանության պատասխան տալ, չի կարողանալու։ Այս Հայաստանի Հանրապետությունն է, երբ որ ասում ես ծովից ծով Հայաստան, դու պիտի նայես այս Հայաստանի Հանրապետությանը։ Ինչ ես դու դառել։ Երբ որ ասում ես ցեղասպանություն, դու պիտի նայես այս Հայաստանի Հանրապետությանը։ Ինչ ներուժ ես սարքել ես երկրի համար, որ ցեղասպանությունը եւ դրոշ վառելը զուգորդես իրար։ Ցեղասպանության հարցը սակրալ հարց է ինձ համար, ես հարցը չեմ քննարկում դրա։ Ներուժի մասին է, ռեսուրսի մասին է եւ այո, մեր տարիներ շարունակ դիվանագիտական, պետական ամբողջ ռեսուրսը, ինչու՞ չէ նաեւ եկեք ճիշտ ընկալենք էլի, օրինակ Ռոբերտ Քոչարյանի տարիների ընթացքում մենք անդադ զիջել ենք ինքնիշխանություն, գույք պարտքի դիմաց, գործարաններ, ինքնիշխան որոշումներ կայացնելու հնարավորություն Ռուսաստանին, հույս ունենալով, որ Ռուսաստանի Դաշնությունը դրանով տեր է կանգնելու Ղարաբաղին։ Բայց մենք ոչ թե Ղարաբաղի հարցի լուծում էինք ման գալիս, այլ ստատուս քվո էինք պահում։ Եվ ընդհանրապես այդ ստատուս քվոն եւ այդ խնդիրը, որ երկար տարիներ եղել է բանակցային process-ում, այլ բաններ Հայաստանյան միջավայրում, այլ բան ընդհանրապես փոխանցել ենք սերնդեսերունդ։ Հիմա մեր առաքելությունն է լուծել խնդիրը, լուծում տալ խնդրին եւ այլևս մեր ապագա սերունդը չպետք է տեսնի այն, ինչ մենք ենք տեսել։ Դա միակ ու ամենակարևոր առաքելությունն է։ Հաջողության ճիշտ եք համարում մանկասպան, խաղաղ ժողովրդին սպանող, երեխա գողացող, երեխա բռնաբարող, Հիտլերից ոչ մի բանով չտարբերվող, հələ մի բան էլ Հիտլերին տվել անցած Հայաստանը գուբերնիա երկրի ղեկավարի հետ գնալու ինչ-որ պարադի մասնակցել, ճիշտ չէ լինի, որ մեր երկրի ղեկավարը այս տոնը մեր երկրում նշեր զոհերի հիշատակը մեր երկրում հարգեր, ոչ թե գնա ու կանգնի ֆաշիստների դիկտատորների կողքին։ Ինչ կարծիք ունեք այս հարցին անդրադարձել է Տիկին Մինասյանը, բայց ես հարցը մի քիչ ձևափոխեմ, ասեմ, օրինակ եթե վարչապետը եթե չէ, վարչապետը մայիսին այս պայդրությամբ գնում է այդ Մոսկվա մասնակցելու այդ շքերթին, կա օրինակ ինչ-որ մի խումբ պաշտոնյաների, որ պլանավորվում է զուգահեռ այց, ինչպես անելու են Եվրամիության արտգործնախարարները նույն օրը Կիև, որպես համերաշխություն այս ահաբեկչական պատերազմին, որպես համերաշխություն Տեղեկ չեմ, եթե անկեղծ ձեր հարցին պատասխանեմ, տեղեկ չեմ, բայց այս ընթացքում մեր շատ պաշտոնյաներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Կիև։ Գոնե մեծ խումբ կազմը գնացեք հակակրթ քաղաքականությունը, չէ՞, բալանսավորման եւ բալանսավորված։ Հիմա կտեսնենք ինչպես է դրսևորվում։ Բան չմնաց մայիսի 9-ին։ Շարունակենք, Արմանը հարցնում է, հարգանքներս, ինձ մի հարց է շատ տանջում, ամենօրյա կտրվածքով տարբեր մարդկանցից, թե քաղաքագետ, թե իրավապաշտպան լսում ենք, որ ԿՊ-ն մեղավոր է, որ քաղաքական գնահատական չի տվել, լուստրացիա չի արել, Քոչարյանի նմաններին հետ բերեցիք քաղաքականություն, լավ ասում ես չեմ հասկանում, չի կարելի մի անգամ մանրամասներով, հիմնավորումներով բացատրել, հանրամատչելի, որ այս մարդկանց չէիք կարող չկպնել, լուստրացիա հնարավոր չի անել, որովհետև ազգի կեսը պիտի զրկեն պետական պաշտոններից ու այդպես շարունակ։ Մի րոպե, կոմենտ չանես։ Սա լավագույն հարցներ երևի։ Որ ձեզ սրտի հարցն է։ Ոչ, սա իրական պատկերն է։ Ասում եք լուստրացիա, ու խոսքը գնում է օրինակ իրավապահ համակարգին ջնջելու նորը գրելու, չէ՞ մասին, կամ օրինակ այն նախկին իշխանությունների հետ աֆիլիացված դեմքերի 90%-ից հետո պետական ապարատում չտեսնեինք։ Հիմա ձեզ բերեմ օրինակ մեր լավագույն փորձը, ես համարում եմ ու բարեփոխումների լավագույն փորձը եղել այն ժամանակ, երբ որ մենք 0-ից համակարգ ենք սարքել։ Օրինակ, գային փոխարինել ենք բարեկային համակարգով, հակակոռուպցիոն կոմիտե ենք սարքել, հակակոռուպցիոն դատարաններ ենք սարքել եւ դրանք աշխատող մեխանիզմներ են, 0-ից սարքված մեխանիզմներ։ Բայց ինչ վերաբերվում է ամբողջ համակարգը ջնջելուն ու նորը սարքելուն, ժողովուրդ ջան, օրինակ, եկեք հասկանանք, որ 18-ից հետո դատական համակարգում դատավորների 60%-ը փոխարինվել են։ Բայց դա փոխարինվել են ընթացիկ ժամանակագրորեն ոչ այդքան մեծ ծավալով։ Օրինակ մենք չենք կարող գալ 18 թվականին իշխանության ու ասել, ԱԱԾ
բոլոր ծառայողներ ազատված եք աշխատանքից ու հետո տեղը նոր մարդկանց պետք է ընդունենք այդքան իրավաբան Հայաստանի Հանրապետությունը չունի այդքան կրթություն ունեցող կոնկրետ մասնագիտացում ունեցող մարդիկ Հայաստանի Հանրապետությունում չկան այդ լյուստրացիան եթե վերաբերում է քաղաքական գործիչներին ատենոնեք սակցությունները ասել այլևս դուք չեք կարող մասնակցել ընտրությունների դա էլ հնարավոր չի որտեղ ժողովրդավար պետության մեջ անգամ Եվրոպայում ամենաժողովրդավար պետություններում նենց ծայրահեղ աչական եւ ձեր ասած շատ կներեք ազգայնական նացիստ բառը չեմ ուզում օգտագործել ազգայնական ուժեր են գալիս իշխանության դա է ժողովրդավարության արդյունքը բայց այդ պետությունները 300 տարի պետություն են եւ մնացել են պետություն մենակ այդ ժողովրդավարության արդյունքում մենք 30 տարեկան դեռ շատ պատանեկիկ վիճակում մի բան ասեմ երբ որ դուք ասում եք 30 տարեկան դուք դուք կարծես թե թելում եք այն թելը մեր այս մենտալիտետի կամ հասարակական մտածողության հա որ դու 30 տարեկան երեխա ես դու 30 ոչ դու մեծ մարդ ես դու խելքդ գլուխդ հավաքած մարդ պիտի լինեիր արդեն դու ամուր ոտքերի վրա պետք է կարողանաս կանգնել այո ընկնում ես պիտի կարողանաս ոտքի կանգնել այո 30 տարեկան եք այդպես կարող է 300 տարեկան ասենք մենք դեռ 300 տարեկան Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը դեռևս այն փորձաշրջաններով չի անցել ինչ օրինակ անցել է 200 տարեկան անկախ պետություն ունեցող Ֆրանսիայում դրա համար մենք դրա համար կարևորում ենք ոչ թե ձեզ այլ ինստիտուտները իսկ դուք ինստիտուտների կայացման հարցում թերանում եք օրինակ եմ բերում հիմա ես ձեզ հարց եմ բարձրացնում որը խնդրում եմ որպեսզի դուք լինեք հետևողական եւ տեսնեմ այդ հարցը կլուծվի թե չէ այս հարցը այդ լյուստրացիան է հա եթե կլինեք հետևողական հարց եմ բարձրացնում ուրեմն ես ձեզ նշում եմ կոնկրետ հասցե Հալաբյան որտեղ ուրեմն դրված են երկու հատ ճանապարհային ոստիկանության նշաններ մեքենաներ չկայանելու ցանկացած ժամի երբ որ դուք անցնեք այդտեղ մեքենաների տեղու դադար չկա որոնք կայանված են եւ այդտեղ բարեբախտաբանոցներ, որտեղ շատ հաճախ գալիս են ոստիկաններ, ճանապարհային ոստիկանություն, պարեկներ, որոնք տեսնում են այդ նշանը եւ իրենք պետության ներկայացուցիչն են եւ տեսնում են կարգը խախտած մեքենաները շարված, անցնում են ուղակի այսպես։ Այսինքն ես որպես քաղաքացի իմ նյարդերը խախտվում է, ինչի է խախտվում, որովհետեւ ես տեսնում եմ դա, ես տեսնում եմ արգելող նշանը։ Ճիշտ է այդ նշանը, որ այդտեղ չի, որքանով է նպատակ, դա ուրիշ հարց է։ Եթե այս նշանը պետությունը վելա կանգնացրել է ստեղ, այսինքն դու եթե նայում ես, դու չպիտի ասես, ինձ հարմար է դստեղ հիմա կկանգնեմ։ Չկացում եմ այս նշանի վրա, ես չեմ նկատում, ես չեմ հարգում։ Խոսքը սրա մասին է։ Ձեր բարեփոխված պարեկը գալիս է դա նայում, այ չի տեսնում դա, հասկանում եք, էս է խնդիրը։ Բարեփոխված պարեկների սկզբնական դժգոհությունը ու հիմա շատ տարբեր են։ Ընդունենք, որ այն կրթությունը, որ բարբերաբար 6 ամսյա կտրվածքով անցնում են եւ վերապատրաստվում են պարեկները, գնալով իր արդյունքներն են տալիս։ Նման ոստիկանությանը ես հարաբերվելու ցանկություն չունեմ, դուք որպես ներկայացուցչական մանդատ ունեցող մարմին հարցը տալիս եմ ձեզ, որովհետեւ դուք եք ձևավորել այդ գործադիրը, այդ գործադիրն էլ ձևավորում է այդ պարեկները։ Հետևաբար դուք գնում եք, այո, դուք պետք է որպես քաղաքացի պահանջատեր լինեք այդ ինստիտուտներից։ Բայց ես խնդիր չունեմ, ես ինքս անգամ ազգային ժողովում խոստանում եմ բարձրացնել այդ հարցը։ Բայց ինձ թվում է ավելի հեշտ տարբերակներ կան, ընդհանրապես զանգել ոստիկանություն։ Չէ, կա ավելի հեշտ տարբերակ, ոստիկանությունը ունի road police հավելվածը, որը չի աշխատում, այսինքն 3-րդ ամիսն է, եւ դա ոչ ոք ինչ էլ հետաքրքրում գիտեք։ Դե որտեղ բան է պետք եղել, Եվրամիության հետ բարեփոխման ծրագիր են կարել, ասել են սարքեք մի հավելվածը սարքել ենք ամբողջ, որ մի քանի ամիս է չի կարողանում աշխատի։ Բավականին լուրջ արդյունք է տվել, որովհետև թվայնացման գործիքակազմը հիմա չի տալիս արդյունք, որովհետև չի աշխատում։ Ես էլ դրան հետևում, թե ինչի չի աշխատում։ Ու խնդրեմ այդ ձեր նման քաղաքացիներին բոլոր այս խնդիրները բարձրաձայնել։ Ես կերազեի, որ այսքան խնդիր, որ այսօրվա ընթացքացիները մեր ընդդիմությունը բարձրացներ։ Հիմա Ժորժ ջան, ունենք այս ինչ ունենք, ձեզնից պետք է լսենք բոլոր խնդիրները եւ այո, բոլոր խնդիրները չեն կարող լուծված լինել 1 րոպե։ Գևորգը հարցնում է, հարգելի Տիկին Մինասյան, երբեք հարցեր ուղղելու ուժային կառույցների ղեկավարներին, ինչու չեն կատարում օրենքով նախատեսված գործողություններ։ Ես կոնկրետ չգիտեմ իհարկե ինչ գործողությունների մասով է խոսքը, բայց ես հղել եմ ուժային կառույցներից առնվազն 2-ին հարցեր, հակակոռուպցիոն կոմիտե, քննչական կոմիտե նաև,
Հարգելի Գևորգ, կարող եք հետևել մյուս նստաշրջանի ընթացքում լինելու քննչական կոմիտեի պետի նախագահի կներեք հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի դատախազի, գլխավոր դատախազի տարեկան զեկույցները եւ խնդրում եմ հետևեք մեր նիստերին, տեսեք թե ինչպիսի հարցադրումներ ենք իրականացնում իրավապահ համակարգին, որտեղ ինչպես մեր քաղաքացիները, այնպես էլ մենք, այս վերջերս վարչապետն էլ ասեց, էլի մենք մեղադրվում ենք մի բանում, որի պատասխանատուն մենք չենք։ Մենք ընդհանրապես համակարգ ստեղծելու պատասխանատուն ենք, ստեղծելու պատասխանատու ենք, բայց կոնկրետ այս իրան խիչը դատեցիք են մեկը խիչը նստեց, այդ գործողությունները ոչ ես, ոչ մեր քաղաքական թիմը, ոչ մեկը դրա մեջ մասնակցություն չունի, 0 է մասնակցությունը։ Եվ դրանից հետո պահանջել անընդհատ մի բան, ես ընդունում եմ, որ պատասխանատուն մենք ենք, չեմ գցում իմ վրա այդ պատասխանատվությունը, բայց իրականացնողը իրավապահ համակարգն է եւ դատարանը։ Տեսեք, երբ որ դուք ասում եք իրավապահ համակարգ, հիմա ես այս թեման որ բացում, այնքան օրինակներ եմ բերելու եւ որ խելագարվելու աստիճան։ Մի հատ բարձ օրինակ ասեմ։ Մի հատ բարձ օրինակ ասեմ։ Հայաստանում տարիներ շարունակ խոսվել է հենց բացասական սելեկցիայի մասին, ցավոք սրտի այդ բացասական սելեկցիան նաեւ հիմա շարունակվում է։ Ինչ օրինակ, մի հատ բարձ օրինակ եմ էլի ասում, բարձ օրինակ եմ ասում։ Ուրեմն անցնում կառավարության շենքի մոտով կառավարության շենքի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանություն կամ բարեկային ծառայության ներկայացուցիչներ կանգնած ծխում են այդ շենքի տակ sense ծառայության մեջ են լուրջ իսկապես հա գիտեք հիմա այնց հարց եք բարձրացնում որը կարևոր եւ որ դու ասում եք մշակույթի փոփոխություն այո բայց եվրոպական լավագույն այնց ոստիկանական համակարգ ունեցող երկրներ։ Բայց մարդը այնքան համոզված է իր արարքի ճշգրիտ լինելու մեջ, որ կառավարության վարչապետի պատուհանի տակ կանգնած ծխում է ծառայության ընթացքում։ Մշակութային փոփոխություն։ Դա շատ ավելի մեծ համակարգի մասին է խոսքը։ Ռուսաստանից է հաջորդ հարցում։ Տիկին Մինասյան, ինչու հնարավորություն չեք տալիս հիփոթեք տրամադրել Ռուսաստանաբնակ հայերին տուն վերադառնալու նպատակով։ 2018 թվից փորձում ենք տուն գնել հիփոթեկով, պարզապես անհնարին է, պայմաններ չկան։ Ես ուզում եմ հասկանալ, թե իշխանությունը ինչ գործ ունի հիփոթեք տրամադրելու հետ։ Հիփոթեք տրամադրում են բանկերը։ Ինչ կարող ենք անել որպես մեծամասնություն քաղաքացին վերադառնա Հայաստան։ Օրինակ ասեմ ինչ կանեք, մի բան ասեմ, մտածեք, ողա անկապ բան ասեմ, բայց Ռուսաստանից քաղաքացիներ գիտեմ, ընկերներ ունեմ, որոնք 18 թվականից հետո հայրենադարձվել են Հայաստան, այո, որոշակի ժամանակ ստեղ վարձով են ապրել, բայց ունեցել են աշխատանք, գրանցված եկամուտ եւ գումար եւ գնել են տուն։ Հիմա դուք նույն բանը կարող եք անել Ռուսաստանից ունենալով գումար, եթե այդ գումարը ունեք, կարող եք գալ հիփոթեք գրվելու համար, կարծում եմ, ենթադրում եմ, որ բանկերը ձեզնից ուզում են մշտական աշխատանքի վայր, որը պետքա լինի Հայաստանի Հանրապետությունում։ Ես այստեղ չեմ շեշտադրի Ռուսաստանաբնակ, թե չգիտեմ, այո, ամերիկաբնակ, տեսեք, բան կա, չէ՞, որ ասենք, եթե դու հայրենադարձվում ես եւ այլն, քո գույք եւ այլն կարողանում ես բերես մեքենա եւ այլն առանց մաքսազերծելու եւ այլն։ Այսինքն նկատի ունեմ ընդհանուր հայրենադարձման չեմ կարծում հարցն ուղիղ ձեզ է վերաբերում, բայց որպես միտք էլի ընդհանուր հայրենադարձման կոնցեպտի մեջ, ասենք մի հատ համալիր ծրագիր մշակվի, որ օրինակ ինչպես ասեմ, այո, ծրագիրը կա, չէ, շատ լավ ծրագիր է, բան չկա ասելու, այսինքն մի այսպիսի համալիր ծրագիր մշակվի, որ հայրենադարձվողների համար հեշտ չէ որ այդ հայրենադարձությունը այս կողքի շենքից կողքի շենք տեղափոխություն չի էլի ինքը շատ բարդ գործընթաց է բարդ ֆինանսապես հոգեբանորեն ֆիզիկապես հազար ու մի բան ու նաև այսպիսի խնդիրներով թաղված երկրում առավելևս եթե մենք ուզում ենք որ մեր հայրենակիցները այո իսկապես վերադառնան եւ այս դժվարությունները օգնեն մեզ բոլորիս կրել ու տանել այսինքն մի հատ ինչ որ համալիր ծրագիր որ չգիտեմ չեմ ասում արտոնություններ տա այլ որոշակի մեղմացուցիչ պայմաններ ապահովի, որ մարդիկ կարողանան գան իրենց ավելի շուտ գտնեն, էլի այստեղ, կարողանան ավելի շատ ինտեգրվեն։ Այս պահին որովհետեւ այլ բան չեմ կարողանում մտաբերել, քան այն, որ մենք ունենք Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ, որը ժամանակին եւ հիմա էլ ունի այդ գործառույթը, ցանկացած հայրենադարձից բռնած տանեն բոլոր այն ինստանցիաները, որ ինքը պետք է անցնի Հայաստանի Հանրապետությունում, չգիտեմ, սկսած քաղաքացիություն ձեռք բերելու process, հետո
ասենք եթե մարդը ուզում է բիզնես սկսի իր ավանական անձ ինչպես գրանցի, հարկային համակարգի հետ ինչպես առնչվի, պետության հետ ինչպես առնչվի, եւ այդ ամբողջ օգնությունը այդ մարդուն տրվում է առավել եւս։ Կա նաեւ հնարավորություն Իգոր ծրագիրն է գիտեք, որ Սփյուռքից եկած մեր հայրենակիցները անցնում են պետական ապարատ աշխատանքի եւ մենք բազմաթիվ նմանատիպ դեպքեր ունենք մեր туриզմի կոմիտեի նախագահն էր նույն այդ հայրենադարձվածների ցանկից ընդունվել туриզմի կոմիտե։ Ուզում եմ ասեմ ծրագրերը բազմաթիվ են, բայց երևի էլի հերթական անգամ կոմունիկացիոն խնդիրն է, որ մենք չենք կարողանում այդ ծրագրերը հասցնել թիրախավորված իրենց կետերին։ Այո, չեք կարողանում մանավանդ։ Ինչու՞ չէ նաև կարծում եմ, որ ախր դրա հետ մեկտեղ մենք այնքան հասանելի ենք։ Չկա մի քաղաքացի այսքան ժամանակ, որ չի կարողացել յուրաքանչյուրիս հետ կամ ստանցանա կապվի։ Հիմա ձեզ լիքը հարցեր են հետո գրելու տարբեր Մեծ սիրով ես չունեմ այդ խնդիրը։ Ես անգամ չեմ կարողանում մի բաց թողնված նամակ ունենալ։ Վեհանուշը հարցնում է. Դուք ընդունում եք շատ լավ օրենքներ, սակայն դրանց ճիշտ կիրառման հարցում հետևողականություն չկա։ Հնարավոր է, որ մի օրենքի պահպանումը Հայաստանում վերջապես դառնա ամենակարևոր պարտավորությունը։ Սա վերաբերում է ամենափոքր կենցաղային օրենքներից մինչև լուրջ մեծ կարևոր օրենքներին։ Բոլորը բառից բուն իմաստով, որտեղ հնարավորությունը կա, օրենք են խախտում։ Հա, այս մասով եւ դրանից առաջ պետության նկատմամբ վերաբերմունքի մասով մի հատ շատ կարևոր խոսք է ուզում ասել։ Ես վերջերս վերլուծություն էի արել եւ Աժամբյոնից երկար ելույթ ունեցա այդ մասին, թե ինչ է հայ հասարակությունը պետության նկատմամբ եւ պետության հասարակակարգի համակարգի նկատմամբ վերաբերմունքը այսպիսին, եւ այդ վերլուծությունը ինձ բերել է հետեւյալ մտքին, որ մենք դեռևս ունենք գենետիկ կոդով որոշակի կերպ, որ մեզ փոխանցվել է սերնդեսերունդ, եւ մենք դեռևս մեր ապրելակերպի վարքաբանության մեջ ունենք քայլեր իրականություններ, որոնք չենք նկատում, որ այդ գենետիկ կոդից եւ անցյալի պատմական հիշողություններից եկած արդյունք են։ Դրանցից են օրինակ հստակ պետության նկատմամբ վերաբերմունքը։ Եթե կնկատեք մեր ժողովրդի մեջ, որ ասում է պետության ներկայացուցիչը, ի նկատի չունի է պետության, ի նկատի իշխանության։ Պետություն եւ իշխանություն ասվածը նույնացած է։ Իրականում պետությունը հենց ժողովրդինն է, իր սեփականն է։ Իշխանությունը գնացող եկող է, փոփոխական է։ Եվ երկրորդը նույն հարկի նկատմամբ, հարկ տալու նկատմամբ եւ այլ բաների նկատմամբ վերաբերմունքը, օրենքի նկատմամբ վերաբերմունքը գալիս է այդ պատմական տրավմաներից։ Մենք եղել ենք 3 հզոր կայսրությունների հպատակներ։ Եղել ենք Օսմանյան կայսրության, Պարսկական կայսրության, հետո Ռուսական կայսրության, այդ հպատակության ընթացքում հարկահավաքը կամ պետության ներկայացուցիչը վերադաս մարմինը լավ սենց ասեմ, եղել է օտարը, հասկանում եք, հայերի իրավունքները մշտապես այդ կայսրություններում ճնշվել են եւ հայը, պետությունը եւ օրենքը եւ հարկը ընկալում է օտարի ուժի գործիք քոսեպական անձի նկատմամբ։ Եվ դա պատմական տրավմա է մեր մոտ։ Այդ պատմական տրավման մինչև այսօր կա եւ մենք անդադ երբ օրինակ ասում ենք, որ պետքա հարկ վճարողին հպարտության զգացում տալ ու ասել, այո, դու պետքա հպարտանաս, որ հարկ ես վճարում, մարդիկ ծաղրում են։ Ժողովուրդ ջան, այդ տրավման հաղթահարելու ձևը այն է, որ դուք հասկանաք, որ այլևս հարկ վճարելը հպատակության գործիք չի, ազատության գործիք է։ Դուք ազատ եք ձեր պետությունում եւ ձեր պետությունը կառուցելու համար եք ետանում։ Նույնը օրենք պահելն է։ Եթե կնկատեք, մենք այլ օտար պետություններում շատ խելոք կատարում ենք օրենքների պահանջները, բայց մեր պետության նկատմամբ դա այլ խորհրդային միության ժառանգությունն է, որ պետությունը անշարժույթ սեփականության իրավունք չկար այն ժամանակ, ամեն ինչը պետությանն էր, եւ ինչ պետությանն է, կարաս վնասես, ազատա, ինչ ուզես կարաս իր հետ անես։ Այդ տրավմաները խորը վերլուծության արդյունքում պետքա վերափոխվեն։ Տեսեք, այս օրենքների մասով հարցը շատ կարևոր է, հենց այն մանրներից է էլի սկսում, մանրներից, օրինակ հենց բառացիորեն այս մի քանի օր է, ես 3 օրվա բան եմ ասում, կենտրոնում, մայրաքաղաքի սրտում, այսպես անցնում եմ, մեկ էլ տեսնում եմ ձեր սիրելին ճակերտավոր եմ ասում Գագիկ Խաչատրյանի օբյեկտներից մեկը հանրահայտ, որը չգիտեմ ինչ կալանքի տակ չի օրինակ,
գործում է։ Գայք Խաչատրյանի գույքի ես իմ քանի միլիարդը Դե օրինակ այդ կենտրոնում հենց սրտում լավ աշխատող օբյեկտը չէ, երևի ինչ որ ընտրովի մոտեցում կա։ Ընտրովի մոտեցում չկա, ինչ ապօրինի է այս։ Լավ, շատ լավ։ Տեսեք, ես էլ եմ քրտինքով աշխատում, ավելի երկար քան Գագիկ Խաչատրյանը, օրինակ, բայց չեմ կարողանում Հյուսիսային պողոտայում ինչ որ օբյեկտ ունենամ, չգիտեմ, տարօրինակ է։ Ինչևէ, նստած ծխում էին եւ այդտեղ ոստիկանների տարապ ու բոլորը թքած ունեն։ Եվ եթե ես ծխեի եւ ոստիկանը գա ինչ-որ բան ասեր, հասկանում եմ ձեզ եւ այս բացօթյա վայրերում ծխելու մասին օրենքի դա բացօթյա չէր։ Փակ։ Այո։ Դետեղ Ժիրայր ջան, ձեր պատասխանատվությունները կա։ Որքան։ Բոլոր քաղաքացիները ասում են որքան։ Այնքան որ դուք գտնվում եք վայրում, որտեղ օրենք են խախտում եւ լռում եք։ Ինձ վրա հարձակվեցին, ոստիկանությունը եկավ կողքս կանգնեց, ոչինչ չի քրեական գործը տեղից չի շարժվել։ Օրինակ։ Ում պիտի դիմեմ այդ ջան, ես չեմ վստահում այդ ոստիկանին։ Եկել է կողքս կանգնել է, իր ներկայությամբ իմ հեռախոսը գողացել է, ինքը կանգնած է։ Վստահում այդ ոստիկանը դուք ամբողջ Ինքը կանգնած է։ վերաբերմունք եք ստեղծում։ Բայց իրան համակարգով եմ ասոցացնում։ Շատ ոստիկաններ էլ կան, այսօր օգնում են մեր քաղաքացիներին։ Տարբեր հարցերում մարդու ոգի կարող է մոտենալ, ասել ես ինձ վատառողջ եմ զգում եւ այդ օգնում։ Եթե ձեր համակարգի մնացած ներկայացուցիչները իդեմս ձեր ներքին գործերի նախարարի կամ ոստիկանապետի նրան ոչ մի նկատողություն անգամ չեն հայտնել, հետեւաբար ես կարող եմ ուրեմն թիրախավորել համակարգին, որտեղ ես 1000 անգամ հետաքրքրվել եմ։ Այսինքն համակարգը օքեյ է այդ վարքի Ոչ, ես վստահ եմ, որ օքեյ չի եւ ես ինքս ներկայականատես եմ եղել շատ նման դեպքերի եւ խնդրում եմ մեկ օրինակով չդատել ոստիկանության Դες արդեն մի քանիսն է նկատվող հասարակությունը տեսնում է ակնբախ զանգել եմ պարեկային ծառայություն, պարեկներ եկել են, խնդիր է առաջացել եւ ինձ զանգում են, որպեսզի ասեն իբր ամեն ինչ նորմալ է թե ինչ, վերցնում եմ հեռախոսը, ապեր Ժողովուրդ ջան, չենք կարա մենք մի քանի տարում անգամ այդ մշակույթը փոխել։ Հիմա ինքը գիտի, որ եթե ինձ ասել է ապեր, ես վաղը օրինակ բողոքեմ, ինչ որ զանգեմ, ասեմ մի րոպե, էլի ես օքեյ չի իմ այդ sense խոսելը, ինքը գիտի, որ իրեն ոչինչ չեն անելու։ Ես այսօր է եղել այդ դրվագը եւ ամեն անգամ իրավապահ համակարգի ներկայացուցիչ տեսնելիս հանրային հարց եմ հնչեցնում, արդյոք կան էթիկայի նորմերով կանոնագրքեր, որպեսզի մեր համակարգի աշխատողները քաղաքացիների հետ նորմալ շփվեն։ Անհարգալից մազերով աղջիկը պարտադիր չի, որ լինի օրինախախտ եւ իր նկատմամբ վերաբերմունքը քննիչի կողմից պարտադիր չի լինի խտրական։ Հասկանում եք։ Մենք այդ մշակույթը տարիներ շարունակ պետք է ներմուծվի։ Միաժամանակ ամբողջ համակարգը փոխել կան նմանատիպ դրվագներ էլ, բայց խնդրում եմ միայն վատը մի ասեք։ Երբ որ դուք կամ պետության ղեկավարը տարբեր ամբիոններից փորձում է մեզ ուղեղներս հասցնի պետությունը դրա կարևորության մասին, ախր մեր քաղաքացին, այո, քաղաքացին ամեն օր պետության հետ շփվում է այդ մարդկանց միջոցով, եւ եթե այդ պետությունի մեջ ապերով է խոսում։ Ես հասկանում եմ ձեր բարձրացած խնդիրը, բայց խնդրում եմ միայն այդ օրինակը մի նշեք։ Շատ այլ օրինակներ են։ Ախր ինչի ես ինձ երբեք թույլ չեմ տա պետության հետ ապերով խոսել, բայց պիտի հանդուրժեմ, որ ասեմ լավ, սա մեկն է 10-ից, որ պետությունը իմ հետ ապերով է խոսում։ Պետք չի հանդուրժել, պետք է բարձրաձայնեք, որ փոխվի, բայց ես ուզում եմ ասել, որ 10-ից 10-ը ապերով չեն խոսում։ Ոչ մի պարեկ չկա հիմա, որ քաղաքացու հետ ապերով է խոսում։ Ասում եք բարձրաձայն, այդ քրեական գործը մի տարին լրանում է մայիսին, տեղից չի շարժվել։ Ինչը բարձրաձայն է։ Ժողովի ամբողջ մյուս անգամ կհարցնեմ, թե ինչ եղավ Ժիրայր Ոսկանյանի հետ կապված գործը։ Խնդրում եմ ընդդիմության ներկայությամբ չհարցնեք, հա։ Նրանք ինձ շատ են սիրում։ Թող սիրեն։ Ես սիրում եմ, Վիկտոր թող սիրեն։ Հաջորդ հարցը Տիկին Մինասյան ինչ դժվարությունների եք հանդիպել մինչև ազգային ժողովի պատգամավոր եւ կուսակցական դառնալը։ Ինչ հետաքրքիր հարց է, այս հարցը հիմնականում ինձ տալիս են ուսանողներն ու երիտասարդները, որ գալիս են ազգային ժողով, ու մի հատ 4 դասան երեխա ֆրոց ասաց. «Ձեր մանկության երազանքն է եղել դառնալ պատգամավոր»։
որ ընդհանրապես հերո եմ եղել պետական համակարգից, ապարատից ու միշտ իմ պատկերացումները պետական համակարգի մասին եղել են տենց քառակուսի, որ ազատությունների սահմանափակող վայր է, էլի, իսկ ես ամենամեծ արժեքն է իմ համար ազատությունը։ Եվ համար միշտ չեմ ուզեցել պետական ապարատին մոտ գամ, բայց ցավոք սրտի եղավ են ինչ եղավ 2018-ից հետո, իսկ եթե լուրջ ինչ դժվարությունների եմ հանդիպել, իրականում շատ մեծ փորձով եւ հետաքրքիր փորձառություններով կյանք եմ ունեցել, ամենամեծ դժվարությունը երևի այդ անարդարության զգացողության հետ անընդհատ առերեսվելն էր Հայաստանի Հանրապետության։ Չեմ մոռանա այդ օրերը, ու ես հույս ունեմ, որ մեր քաղաքացիներն չեն մոռանա այդ օրերը։ Ես դեռևս 16-17 տարեկան էի, երբ տեսա իրականությունը քաղաքական դաշտից սկսած վերջացրած թե քաղաքացիների նկատմամբ ոնց էին վարվում։ Ես 2008 թվականի մարտի 1-ի դեպքերն էր, երբ իմ դեկանը եկավ, ես տնտեսագիտական համալսարանում եմ սովորել եւ ասեց այն մարդկանց, ովքեր ցույցի են գնում հեռացում դիր անունները գրի, որ հեռացնենք համալսարանից։ Այդ անարդարության իսկ հիմա տեսնում եք ինչքան ազատ ուսանողները մասնակցում են տարատեսակ։ Լսաներ մեն ցույց անում։ Այո, եւ այն ինչը ես տեսել եմ, ես չեմ ուզենա մեր ապագա սերունդները տեսնեն այն ոստիկանական բռնությունները, որ հիմա են ասում իբր բռնատիրական համակարգ կա, ես չեմ կարող համեմատել, մեզ ոնց էին ոտու ձեռ անում եւ գցում երկաթյա մի հատ մեքենայի մեջ եւ տանում ոստիկանության բաժանմունքներ, լրագրողների նկատմամբ ինչպիսի բռնություններ կար, ջրցանը չեմ մոռանա 16 թվականի, եթե քաղաքական առումով ասեմ, 10 տարի փողոց տեսել ենք այդ բռնի ուժը քաղաքացու ազատ խոսքի եւ ազատ ձայնի նկատմամբ, որը հիմա չկա եւ որի համար բողոքում է ժողովուրդը, որ չկա այդ բռնությունը, հասկանում եք, ազատ խոսքի նկատմամբ։ Տարօրինակը հենց այդ է։ Բայց եթե անձնական մասով ասեմ, այդքանը քաղաքական, երևի ամենադժվար մասը եղել է այն հատվածը, որ Հայաստանի Հանրապետությունից դուրս եմ գտնվել, Մոսկվայում, հարգելի ժիրայր, ունեցել եմ IT բիզնես, ինքնուս սովորել եմ ծրագրավորում, տնտեսագետ լինելով, եւ այդ ծրագրավորման ժամանակահատվածը, որը IT բիզնես եմ սարքել Մոսկվայում, այդ ժամանակահատվածում շատ էի կարոտում եւ ինձ երկենցաղ էի զգում։ Երևի տենց տարվա մեջ մի 12 անգամ հրատապ տոմսարներ, միամիտ գալ 2 օրով մնալ Հայաստանում հետ գնալ։ Եվ ես դուրս ես իմ ապական չեմ կարող տեսնել, ինչքան էլ որ ահռելի գումարներ աշխատեմ այլ երկրում։ Այս իմ հողն ու ջուրը, ես շատ անձնական դրվագ պատմեմ, եկել էի Հայաստան առաջին անգամ 6 ամիս հետո, երբ որ գնացի, այդ կանգնել էի Թումանյան փողոցում, ամառ էր տենց հունիս ամիսն էր, ծառերի հոտ կա Երևանում փողոցում, որ այդ կարոտը երբեք չեմ մոռանա, սենց ասում ես օդը այս երևանյան ամառային առավոտյան այդ օդը ես կյանքում չեմ փոխի ոչ մի բանի հետ։ Անձնական շեղվեցինք մի քիչ։ Այստեղ ոնց որ էլի հարց կա, հա։ Եվ այսպես Էման հարցնում է Տիկին Մինասյան ջան, ես մի խնդրանք ունեմ, դու չտակ Թալանչի այլասերվածների վերադարձ։ Չկա լավ մի խոսք Լիլիթ, մենք ընդունել ենք Հռոմի ստատուտը, միացել ենք միջազգային դատարանին ու մեր վարչապետը կանգնելու այդ դատարանի կողմից մեղադրվող ղեկավարի կողքին այս հարցին պատասխանեցիք։ Այո, ինքս հասկանում եմ, չգրգռել ավելի ոչ բարեկամ երկրին ընդդեմ մեզ, բայց շատ տհաճ է տեսնել այդ պատկերը եւ արդյոք մեր բարեկամ երկրները կհասկանան այս հանգամանքը։ Էմոցիոնալ պատկերը եւ մենք մեր գործընկերների հետ շատ ինտենսիվ ենք աշխատում, որպեսզի նրանք ընկալեն մեր հարաբերակցությունը տարբեր պետությունների հետ։ Եթե շարունակեմ կարդալ, այսօր չի ավարտվելու, եկեք եզրափակվենք, հա։ Շնորհակալ եմ շատ բոլոր քաղաքացիներին, անչափ ոգևորիչ է ինձ համար, անգամ ամենամեծ քննադատությունը, ես հասկանում եմ, որ մեր ժողովուրդը արթուն է, մեր ժողովուրդը այդ որ ասում եք ձեր հույսը դրել եք այս ժողովրդի վրա, վայ, այս ժողովուրդը ինչ մեղ կա, ոչ մեղ չէ, այս մարդկանց կարծիքը, քննադատությունը մեզ օգնելու են կառուցել այն պետությունը, որը բոլորիս երազածն է։ Թող այդպես լինի։
Շնորհակալություն, ընկերներ, շատ շնորհակալ եմ, որ ակտիվ եք, լսում եք, հարցադրումներ եք անում։ Այս ձևաչափը վերսկսում ենք, իդեպ մոռացա ասել, որովհետև տևական դադար է եղել, եւ կարծում եմ, որ էլի առաջկամ շատ հետաքրքիր հյուրեր քննարկումներ կունենանք։ Շատ շնորհակալություն։